Հզոր գործադիր տնօրենը գտնում է իր մարդկայնությունը նվիրված հոր նրա փոքրիկ դստեր միջոցով։ Հպարտությունն ու նախապաշարմունքը տեղի են տալիս ճշմարիտ սիրուն անողոք կորպորատիվ միջավայրում։ Փոխակերպման ճանապարհորդություն, որը ցույց է տալիս, թե ինչպես սիրտը կարող է հաղթահարել ամենախիստ սոցիալական արգելքները։ Նախքան այս զարմանալի պատմությունը լսելը, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին ավելի շատ հուզիչ պատմությունների համար։ Ալյանս կորպորացիայի մարմարյա նախասրահում արձագանքում էին աշխատակիցների շտապողական քայլերը, ովքեր գալիս էին հերթական աշխատանքային օրվա համար։ Քնարը դիտում էր ամեն ինչ գլխավոր սանդուղքի վերից, նրա սառը հայացքը սկանավորում էր յուրաքանչյուր շարժում այն ճշգրտությամբ, ով ծնվել էր ղեկավարելու համար։ 35 տարեկանում նա ժառանգել էր ոչ միայն այն ընկերությունը, որը կառուցել էր իր հայրը, այլ նրա անողոք վճռականությունը մարդկանց նկատմամբ բնական անվստահությունը։ Երկուշաբթի առավոտյան ինչ-որ բան գրավեց նրա ուշադրությունը։ Կապույտ կոմբինեզոնով մի տղամարդ քայլում էր գլխավոր նախասրահով, ձեռքը բռնած մի փոքրիկ աղջկա։ Դա Մարգարն էր, համակարգերի սպասարկման տեխնիկը, միշտ ժամանակին, միշտ զուսպ։ Նրա կողքի երեխան վարդագույն ուսապարկ էր կրում, որն անհամաչափ էր իր չափին, նրա թեթ քայլերը հակադրվում էին շրջապատող կոշտ կորպորատիվ միջավայրին։ Քնարը հաշվարկված էլեգանտությամբ իջավ աստիճաններով, նրա բարձրակրունկները նշում էին իր հեղինակության ռիթմը։ Նա կանգնեց Նարինեի, իր գործադիր օգնականի կողքին, ով մոտակա սեղանի վրա փաստաթղթեր էր դասավորում։ Որոշ մարդիկ պարզապես այս վայրին չեն պատկանում, շշնջաց Քնարը, աչքերը չկտրելով տեխնիկից աղջկանից։ Նարինեն հետեց նրա հայացքին, բայց չպատասխանեց։ Նա լավ գիտեր իր ղեկավարի ձայնի այդ տոնը, սառը, հեռու, դատողությամբ լի, որը կարծես շատ խորքից էր գալիս։ Մարգարը լսեց մեկնաբանությունը։ Նրա ուսերը կարճ ժամանակով լարվեցին, բայց նա չշրջվեց, չպատասխանեց։ Նա պարզապես ավելի ամուր սեղմեց դստեր ձեռքը, շարունակեց դեպի վերելակները։ Աննան, 7-ամյա աղջիկը, հետ նայեց հետաքրքրությամբ, նրա պայծառ աչքերը կարճ ժամանակով հանդիպեցին գործադիր տնօրենի աչքերին, նախքան վերելակի դռների հետում անհետանալը։ Օրը շարունակվեց իր սովորական ընթացքով։ Անվերջ հանդիպումներ, ֆինանսական հաշվետվություններ, որոշումներ, որոնք ազդում էին հարյուրավոր կյանքերի վրա։ Քնարը ղեկավարում էր ամեն ինչ այն արդյունավետությամբ, որը սովորել էր մանուկ հասակից, երբ հայրը նրան տանում էր գրասենյակներ սովորեցնում, որ զգացմունքները շքեղություն են, որը ղեկավարները չեն կարող իրենց թույլ տալ ունենալ։ Երեկոյան էր, որ անսպասելի բան տեղի ունեցավ։ Քնարը իր աշխատասենյակում էր, պայմանագրեր վերանայելիս, երբ դռան վրա մեղմ թակոցներ լսեց։ Նարինեն ներս մտավ, գունավոր ծրար բռնած։ Սա քիչ առաջ ձեզ փոխանցեցին, ասաց օգնականը մեկնելով թուղթը։ Քնարը կնճռոտեց հոնքերը։ Ծրարը հստակորեն պատրաստված էր երեխայի կողմից, լի մոմե մատիտներով, փայլերով։ Նրա անունը ծուռ տառերով գրված էր առջում։ Նա բացեց այն որոշակի դժկամությամբ, ակնկալելով գտնել ինչ-որ անհամ թեթամտություն։ Ներսում մի պարզ նկար էր, բարձրահասակ կին, մուգ մազերով, ոսկե թաքով, շրջապատված գունավոր ծաղիկներով։ Ներքում երեխայի մանրակրկիտ տառերով գրված էր. «Շնորհակալություն, որ թույլ տվեցիք հայրիկիս այստեղ աշխատել։ Ես ձեզ թաքով նկարեցի, որովհետև դուք ղեկավարն եք»։ Աննա։ Քնարը մի քանի վայրկյան անշարժ մնաց, անշարժ նայելով թղթին։ Այդ մանկական պարզության մեջ ինչ-որ բան կար, որը նրան զինաթափեց այնպես, որ նա չէր կարող բացատրել։ Այդ բառերի մաքուր անկեղծությունը, վառ գույներով անկատար գծերով արտահայտված անկեղծ երախտագիտությունը։ Ինչ-որ խնդիր կա, տիկին Քնար, հարցրեց Նարինեն, նկատելով իր ղեկավարի փոփոխված արտահայտությունը։ Ոչ, արագ պատասխանեց Քնարը, նկարը գզրոցում դնելով։ Կարող եք գնալ։ Եվ դուռը փակեք դուրս գալիս։ Միայնակ իր գրասենյակում, Քնարը թույլ տվեց իրեն նորից նայել նկարին։ Հիշողությունները եկան առանց նախազգուշացման, իր սեփական միայնակ մանկությունը, աճելով այս նույն ընկերության միջանցքներում, տեսնելով հորը անխոնջ աշխատելիս, սովորելով, որ սերը թուլության նշան է։ Նա դարձել էր հենց այն, ինչ նա էր ուզում, ուժեղ, անզիջում, հաջողակ։ Բայց կար մի գին, որը նա նոր էր սկսում գիտակցել։ Հաջորդ օրերին Քնարն իրեն բռնեց Մարգարին ավելի ուշադիր դիտելիս։ Նա տարբերվում էր մյուս աշխատակիցներից։ Երբեք չէր փորձում տպավորել նրան, երբեք չէր շողոքորթում, երբեք իրեն չէր ցույց տալիս անհրաժեշտից ավելին։ Նա իր աշխատանքը կատարում էր լուռ կարողությամբ, բացարձակ նվիրումով։
Եվ ինչ-որ բան կար նրանում, թե ինչպես էր նա հոգ տանում դստեր մասին, որը տարօրինակ հետաքրքրություն առաջացրեց քնարի մոտ։ Աննան ընկերություն էր գալիս շաբաթական 2 կամ 3 անգամ, միշտ այն օրերին, երբ դասերն ավելի շուտ էին ավարտվում։ Մարգարը նրան տանում էր ճաշարան, որտեղ նա նստում էր անկյունում, գրքերով գունավոր մատիտներով, նկարելով, մինչ սպասում էր, որ հայրը ավարտի աշխատանքային օրը։ Աղջիկը քաղաքավարի էր, լուռ, երբեք խնդիրներ չէր առաջացնում։ Հինգշաբթի օրը քնարը որոշեց խախտել իր առօրյան։ Աշխատասենյակում ճաշելու փոխարեն, ինչպես միշտ անում էր, իջավ աշխատակիցների ճաշարան։ Նա գտավ Աննային մենակ նստած սեղանի մոտ, կենտրոնացած նկարի վրա։ «Կարող եմ տեսնել, թե ինչ ես անում», հարցրեց քնարը, զարմացնելով իրեն սեփական նախաձեռնությամբ։ Աննան բարձրացրեց իր մեծ աչքերը ժպտաց։ «Ես նկարում եմ այն շենքը, որտեղ հայրիկս է աշխատում։ Ուզում եք նստել»։ Քնարը մի պահ վարանեց, ապա աթոռ քաշեց։ Նկարը ցույց էր տալիս բարձրահարկ շենք, շրջապատված կապույտ ամպերով պայծառ դեղին արով։ Փոքրիկ ֆիգուրներ կային պատուհաններում, բոլորը ժպտում էին։ «Ինչու՞։ Էն բոլոր մարդիկ երջանիկ քո նկարում», հարցրեց քնարը։ «Որովհետև հայրիկս միշտ ժպտալով է գալիս տուն աշխատանքից հետո», բնականաբար պատասխանեց Աննան։ «Նա ասում է, որ սիրում է այստեղ աշխատել, որ մարդիկ լավն են»։ Աղջկա խոսքերը արձագանքեցին քնարի մտքում։ Երբ էր վերջին անգամ նա իսկապես ժպտացել։ Երբ էր վերջին անգամ իրեն անկեղծորեն երջանիկ զգացել ինչ-որ բանից։ «Իսկ դու սիրում ես այստեղ գալ», հարցրեց քնարը։ «Այո, սիրում եմ։ Բոլորն ինձ հետ բարի են»։ Անվտանգության վարդան քեռին միշտ անանուխ կոնֆետ է տալիս, իսկ մաքրման վարդուհի մորաքույրը թույլ է տալիս երբեմն օգնել թղթերը դասավորել։ Քնարը տարիներ շարունակ ճանաչում էր Վարդանին վարդուհուն, բայց երբեք չէր նկատել նրանց այդ բարությունը։ Միգուցե այն պատճառով, որ երբեք ուշադրություն չէր դարձրել մարդկայնության այդ փոքրիկ ժեստերին, որոնք ամեն օր տեղի էին ունենում իր քթի տակ։ Մարգարը ճաշարանում հայտնվեց մի քանի րոպե անց, իր գործիքների արկղը բռնած։ Նա զարմացած կանգնեց, տեսնելով քնարին Աննայի հետ խոսելիս։ «Կներեք, տիկին»։ Աննան չէր անհանգստացնում, չէ՞, հարցրեց նա, ակնհայտորեն անհանգստացած։ «Բնավ», պատասխանեց քնարը, վեր կենալով։ «Նա հիասքանչ երեխա է»։ Մարգարի աչքերում ինչ-որ բան կար, երախտագիտության զարմանքի խառնուրդ, որը քնարին տարօրինակորեն շփոթեցրեց։ Նա սովոր չէր բարի մարդ համարվել։ «Ես պետք է վերադառնամ աշխատանքի», արագ ասաց նա, քայլելով դեպի ելքը։ «Տիկին քնար», կանչեց Աննան։ «Շնորհակալություն ինձ հետ խոսելու համար։ Ես ձեզ նորից կնկարեմ, բայց հիմա ժպտալիս»։ Քնարը կանգնեց դռան մոտ, հետ նայելով։ Առաջին անգամ երկար ժամանակ անց անկեղծ ժպիտ հայտնվեց նրա շուրթերին։ «Ես կցանկանայի տեսնել այդ նկարը», պատասխանեց նա, նախքան դուրս գալը։ Այդ գիշեր, միայնակ իր շքեղ բնակարանում, քնարը նայեց համայնապատկերային պատուհանից, որը ցույց էր տալիս լուսավորված երանը։ Նա մտածեց Մարգարի Աննայի մասին, նրանց պարզ, բայց ակնհայտորեն լիարժեք կյանքի մասին։ Նա մտածեց իր գզրոցում պահված նկարի մասին, երախտագիտության այդ ժեստի մաքրության մասին։ Առաջին անգամ տարիներ շարունակ քնարը հարցականի տակ դրեց, թե արդյոք իր ձեռք բերած հաջողությունն իսկապես արժեր այն միայնությունը, որում նա ապրում էր։ Սառնության զրահը, որը նա կառուցել էր իր շուրջը, սկսում էր ցույց տալ իր առաջին ճաքերը, նա չգիտեր, դա վախեցնում էր իրեն, թե թեթացնում։ Հաջորդ օրը նա անելու էր մի բան, որը կփոխեր ամեն ինչ։ Բայց առայժմ նա թույլ տվեց իրեն պարզապես զգալ այդ տարօրինակ նոր զգացողությունը, որն աճում էր իր կրծքի մեջ, այն հնարավորությունը, որ միգուցե, պարզապես միգուցե, կյանքում ավելին կար, քան ուժն ու վերահսկողությունը։ Քնարի փոփոխությունը աննկատ չմնաց։ Հաջորդ օրերին նա իրեն բռնեց իր առօրյայում փոքր շեղումներ անելիս, ճաշի ժամին անցնելով ճաշարանով, զուսպ դիտելով Մարգարին միջանցքներում աշխատելիս։ Նրա շարժումներում մի լուռ արդյունավետություն կար, որը նա սկսեց հիանալ։ Նա երբեք չէր բողոքում, երբեք աղմուկ չէր բարձրացնում, պարզապես լուծում էր խնդիրները նվիրումով, ով գիտեր այդ շենքի յուրաքանչյուր պտուտակը, յուրաքանչյուր մալուխը, յուրաքանչյուր համակարգը։ Ուրբաթ առավոտյան էր, երբ քնարը ականատես եղավ մի տեսարանի, որը հավերժ կփոխեր իր տեսակետը։ Նա աստիճաններով իջնում էր, երբ տեսավ Մարգարին կանգնած 10-րդ հարկի միջանցքում, նայելով իր բաց ձեռքերին։
Նրա դրամապանակը ամբողջությամբ քանդվել էր, հին ճաքած կաշին վերջապես տեղի էր տվել, իր փաստաթղթերը հատակին թողնելով։ Երկու ստաժոր անցան միջանցքով այդ պահին։ Հասմիկը Պետրոսը, նոր ընդունված երիտասարդներ, ովքեր դեռ փորձում էին ապացուցել իրենց արժեքն ընկերությունում։ Նայեք, շշնջաց Հասմիկը Պետրոսին, ձայնը չիջեցնելով։ Տղան նույնիսկ պատշաճ դրամապանակ չի կարող գնել։ Ինչպես է նա դստերը պահում։ Դժվար պետք է լինի միայնակ հայր լինել այս աշխատավարձով, պատասխանեց Պետրոսը ծաղրական ժպիտով։ Լավ է, որ աղջկան այստեղ է բերել։ Առնվազն նա անվճար է ուտում ճաշարանում։ Քնարը հանկարծակի զայրույթ զգաց իր կրծքի մեջ։ Դա նույն զգացողությունն էր, որը նա ունեցել էր տարիներ առաջ, երբ հայտնաբերել էր, որ այն տղամարդը, ում սիրում էր, գնվել էր իր հոր կողմից իր դատողության կարողությունը ստուգելու համար։ Դավաճանությունը, նվաստացումը, դաժան հայտնագործությունը, որ նույնիսկ իր զգացմունքները ապահով չէին իշխանության խաղերից։ Հասմիկ։ Պետրոս, կանչեց նա, նրա ձայնը օդը կտրում էր սայրի պես։ Երկուսն էլ շրջվեցին, գունատ։ Իմ աշխատասենյակ։ Հիմա։ Մարգարը բարձրացրեց աչքերը, զարմացած միջամտությունից։ Քնարը անցավ նրա կողքով, ոչինչ չասելով, բայց նրա հայացքում ինչ-որ բան հստակ ցույց տվեց, որ նա լսել էր ամեն ինչ։ Գրասենյակում նա դիմավորեց երկու երիտասարդներին այն սառնությամբ, որը պահում էր ամենալուրջ պահերի համար։ Եթե ես մեկ նման խոսք լսեմ ձեր բերանից, դանդաղ ասաց նա, թարմացրեք ձեր ինքնակենսագրականները։ Այս վայրը չի հանդուրժում անհարգալից վերաբերմունքը գործընկերների միջ։ Հասկանալի է։ Հասմիկը Պետրոսը արագորեն գլխով արեցին, շնջալով ներողություններ, նախքան շտապելով դուրս գալը։ Նորից մենակ, քնարը ծանր նստեց իր բազկաթոռին։ Ինչու՞։ Էր նա այդքան անհանգստացել։ Ինչու՞։ Էր Մարգարի վիճակը այդպես ազդում իր վրա։ Նա մեծացել էր, սովոր լինելով կորպորատիվ աշխարհի դաժանությանը, իշխանության խաղերին, առօրյա նվաստացումներին։ Բայց ինչ-որ բան այդ մարդու խոցելիության մեջ դիպչում էր նրան այնպես, որ նա չէր կարող բացատրել։ Ժամեր անց, երբ նա իջավ անվտանգության համակարգերը ստուգելու մի պատրվակ, որը նա հորինել էր Մարգարին գտնելու համար, նա նրան տեսավ նկուղում, աշխատելիս ապահովիչների տուփի վրա։ Նա ինչ-որ մեկից դրամապանակ էր պարտք վերցրել, էժան պլաստիկ կտոր, որը հակադրվում էր նրա բնական արժանապատվությանը։ Մարգար, կանչեց նա, մոտենալով։ Նա շրջվեց, ակնհայտորեն զարմացած։ Տիկին Քնար։ Ինչ-որ խնդիր կա։ Համակարգերի հետ։ Ոչ, ես ուզում էի խոսել այն մասին, թե ինչ տեղի ունեցավ ավելի վաղ։ Ստաժորների հետ։ Մարգարը իջեցրեց աչքերը։ Պետք չէ դրա համար անհանգստանալ։ Ես սովոր եմ։ Բայց ես սովոր չեմ, պատասխանեց նա ավելի ամուր, քան մտադրված էր։ Եվ չպետք է այդպես լինի։ Մի պահ լռություն տիրեց նրանց միջ։ Մարգարը նրան ուսումնասիրեց հետաքրքրությամբ, կարծես տեսնում էր բոլորովին այլ մարդու, քան այն սառը գործադիր տնօրենը, ում ճանաչում էր։ Կարող եմ մի բան հարցնել, ասաց նա վերջապես։ Քնարը գլխով արեց։ Ինչու՞։ Ձեզ համար կարոր։ Ասելս էն է, որ մենք ձեզ համար պարզապես աշխատակիցներ ենք։ Եվ այդպես էլ լավ է։ Հարցը նրան անակնկալի բերեց։ Ինչպես բացատրեր, որ ինքը չգիտեր պատասխանը։ Ինչպես ասեր, որ ինչ-որ բան նրանում, թե ինչպես էր նա հոգ տանում դստեր մասին, այն արժանապատվության մեջ, որով նա դիմակայում էր դժվարություններին, իր մեջ արթնացրել էր մի մաս, որը նա կարծում էր, որ վաղուց կորցրել էր։ Յուրաքանչյուր աշխատակից արժանի է հարգանքի, պատասխանեց նա, խուսափելով նրա աչքերից։ Դա ընկերության քաղաքականությունն է։ Մարգարը ժպտաց, փոքր, բայց անկեղծ ժպիտ։ Աննան շատ ուրախացավ, երբ իմացավ, որ ձեզ դուր է եկել իր նկարը։ Նա մեկ ուրիշը պատրաստեց ձեզ համար։ Պատրաստեց։ Իմ սեղանին է այնտեղ, վերում։ Կարող եմ հետո բերել, եթե ուզում եք։ Քնարը գլխով արեց, նորից զգալով այդ տարօրինակ զգացողությունը կրծքի մեջ։ Կցանկանայի։ Երբ Մարգարը բարձրացավ նկարը բերելու, նա մենակ մնաց նկուղում, շրջապատված սարքավորումների բզզոցով։ Այնտեղ, հեռու հետաքրքիր հայացքներից իշխանության խաղերից, նա թույլ տվեց իրեն մտածել այն մասին, թե ինչ էր կատարվում իր հետ։
Մարգարի Աննայի մեջ ինչ-որ բան կար, որը նրան ստիպում էր հարցականի տակ դնել այն ամենը, ինչ նա կառուցել էր, բոլոր այն պատերը, որ նա բարձրացրել էր իրեն պաշտպանելու համար։ Մարգարի բերած նկարն ավելի հուզիչ էր, քան առաջինը։ Այն ցույց էր տալիս 3 ֆիգուր՝ բարձրահասակ տղամարդ, փոքրիկ երեխա, էլեգանտ զգեստով կին։ Նրանք այգում էին, շողշողուն արի տակ, բոլորը ժպտում էին։ Ներքի աջ անկյունում Աննան գրել էր. «Իմ երազանքի ընտանիքը»։ Քնարը երկար ժամանակ նայեց թղթին, կոկորդում կուլ տալով։ Նա ձեզ ընտանիքի անդամ է համարում, մեղմ ասաց Մարգարը։ Բայց նա ինձ գրեթե չի ճանաչում, շշնջաց քնարը։ Երեխաները հատուկ բնազդ ունեն լավ մարդկանց նկատմամբ։ Աննան ձեր մեջ մի բան տեսավ, որը միգուցե դուք ինքներդ չեք տեսնում։ Այդ խոսքերը արձագանքեցին քնարի մտքում օրվա մնացած մասում։ Երբ նա այդ գիշեր տուն հասավ, նկարը դրեց սառնարանի վրա, առաջին անձնական իրը, որը նա տարիներ շարունակ թույլ էր տվել իր մինիմալիստական բնակարանում։ Հանգստյան օրերին անսովոր բան տեղի ունեցավ։ Քնարը գնումներ էր կատարում Երանի արթրի կենտրոններից մեկում, երբ տեսավ Մարգարին Աննային ձեռք ձեռքի տված քայլելիս։ Նրանք կանգնեցին խաղալիքների խանութի դիմաց, նա տեսավ Աննային, ոգորված մատնացույց անելով ցուցափեղկի տիկնիկին։ Մարգարը ծնկի իջավ դստեր կողքին, համբերությամբ ինչ-որ բան բացատրելով։ Քնարը չկարողացավ լսել խոսքերը, բայց մարմնի լեզուն հստակ ցույց էր տալիս, որ նա ասում էր, որ չեն կարող գնել։ Աննան հասկանալով գլխով արեց, առանց քմծիծաղելու, առանց պնդելու։ Փոխարենը նա գրկեց հորը առաջարկեց գնալ ճաշարան, որտեղ նրանք կարող էին կիսել խորտիկը։ Քնարը զուսպ հետեց նրանց, դիտելով հոր դստեր միջ դինամիկան։ Այդ հարաբերություններում այնքան սեր կար, այնքան մտերմություն, որ նա միաժամանակ հուզված նախանձ էր զգում։ Երբ էր վերջին անգամ նա իրեն նման բանի մաս զգացել։ Երբ էր վերջին անգամ ինչ-որ մեկը նրան նայել նույն քնքշությամբ, որը Աննան ցուցաբերում էր հոր նկատմամբ։ Երկուշաբթի օրը Մարգարը իր սեղանին անսպասելի բան գտավ։ Էլեգանտ տուփ, կից բացիկով։ Ներսում կար իտալական կաշվե դրամապանակ, ձեռքի աշխատանք, անկասկած որակի։ Բացիկում պարզապես գրված էր. յուրաքանչյուր մասնագետ արժանի է իր աշխատանքի համար համապատասխան գործիքների։ Մարգարը երկար ժամանակ նայում էր դրամապանակին։ Այն ակնհայտորեն թանկ էր, ավելի թանկ, քան այն ամենը, ինչ նա ուներ։ Բայց ինչ-որ բան կար ժեստի պարզության մեջ, բացիկի զուսպության մեջ, որը խորապես դիպավ նրան։ Նա բարձրացավ նախագահության հարկ, մի բան, որը նա երբեք չէր արել նախկինում։ Նարինեն նրան դիմավորեց զարմանքով։ «Ես պետք է խոսեմ տիկին Քնարի հետ», ասաց նա։ Նա հանդիպման մեջ է, բայց կարող եմ հաղորդագրություն փոխանցել։ Դա անձնական է։ Նարինեն մի պահ ուսումնասիրեց նրան, ապա ներքին զանգ կատարեց։ Մի քանի րոպե անց Քնարը հայտնվեց ընդունարանում։ Մարգար, ինչ-որ բան պատահել է։ Մենք պետք է խոսենք, ասաց նա, ցույց տալով տուփը։ Քնարը նրան տարավ դատարկ հանդիպումների սենյակ։ Մարգարը փակեց դուռը, իր հետից շրջվեց դեպի նա։ Ես չեմ կարող ընդունել սա, ասաց նա, մեկնելով տուփը։ Ինչու՞։ Ոչ։ Որովհետ շատ է։ Որովհետ ես ոչինչ չեմ արել արժանանալու համար։ Որովհետ կարծում եք, որ արժանի չեք, ընդհատեց նա։ Մարգարը կանգնեց, զարմացած հարցից։ Ես տեսա ձեզ Աննային արթրի կենտրոնում շաբաթ օրը, շարունակեց Քնարը։ Ես տեսա, թե ինչպես բացատրեցիք նրան, թե ինչու չէիք կարող գնել տիկնիկը։ Ես տեսա այն համբերությունը, սերը, արժանապատվությունը, որով դուք ամեն ինչ անում եք նրա համար։ Եթե դա արժանի չէ պատշաճ դրամապանակի, ապա ի՞նչն է արժանի։ Նրա ձայնում ինչ-որ բան կար, մի զգացմունք, որը Մարգարը երբեք նախկինում չէր նկատել։ Մի պահ նրանք լուռ նայեցին միմյանց, ինչ-որ բան անցավ նրանց միջ, ճանաչում, կապ, որը նրանցից ոչ մեկը չէր ակնկալում։ Շնորհակալություն, ասաց Մարգարը վերջապես, տուփը դնելով։ Մարգար, կանչեց Քնարը, երբ նա հասավ դռանը։ Աննան դեռ ուզում է այդ տիկնիկը։ Նա ժպտաց։ Նա նույնիսկ չի հիշում։ Հեքիաթների գիրք էր տեսել գրախանութում, հիմա միայն դրա մասին է խոսում։ Քնարը գլխով արեց, բայց Մարգարը հատուկ փայլ նկատեց նրա աչքերում, երբ նա ասաց. հասկանում եմ։ Այդ կեսօրին Աննան իր սեղանին ճաշարանում գունավոր տոպրակ գտավ։
Ներսում կար հեքիաթների գիրքը, որը նա տեսել էր գրախանութում ուղեկցվող պրոֆեսիոնալ գունավոր մատիտների հավաքածուով։ Բացիկում գրված էր նկարչուհուն, ով ժպիտներ է նկարում։ Հիա ցողից։ Աննայի արձագանքը անմիջական էր վարակիչ։ Նա վազեց հոր մոտ, ով աշխատում էր նկուղում, գիրքը կրծքին սեղմած, կարծես աշխարհի ամենաթանկարժեք գանձը լիներ։ Մարգարը անմիջապես իմացավ, թե ով էր տվել նվերը։ Եվ առաջին անգամ նա սկսեց Քնարին տեսնել ոչ թե որպես ընկերությունը ղեկավարող ահավոր գործադիր տնօրեն, այլ որպես կին, ով միգուցե, պարզապես միգուցե, ավելի մեծ սիրտ ուներ, քան սիրում էր ցույց տալ։ Այն, ինչ նրանցից ոչ մեկը չգիտեր, այն էր, որ ինչ-որ մեկը հետաքրքրությամբ դիտում էր այդ փոխանակումները։ Պետրոսը նկատել էր նախագահի պահվածքի փոփոխությունները, սկսում էր իր սեփական տեսությունները ձակերպել այն մասին, թե ինչ էր կատարվում։ Եվ նրա մտադրությունները լավագույններից չէին։ Հաջորդ շաբաթները բերեցին նուրբ, բայց նկատելի փոփոխություն Ալյանս կորպորացիայի դինամիկայում։ Քնարն իրեն բռնեց իր օրակարգում փոքր շեղումներ անելիս, պատրվակներ գտնելով այն հարկերը այցելելու համար, որտեղ Մարգարն էր աշխատում։ Սովորական խոսակցությունները սպասարկման մասին երկարում էին անհրաժեշտից ավելին, նա հայտնաբերեց, որ գնահատում է նրա ուղղակի անկեղծ տեսակետն ընկերության խնդիրների վերաբերյալ։ Մարգարն իր հերթին սկսեց նկատել Քնարի մասին մանրամասներ, որոնք նախկինում աննկատ էին մնացել։ Այն, թե ինչպես էր նա իսկապես լսում, երբ ինչ-որ մեկը խոսում էր, ինչպես էին նրա աչքերը փափկում, երբ Աննան հայտնվում էր ճաշարանում, ինչպես էր նա լուռ կերպով բարելավում աշխատանքային պայմանները իրենց խոսակցություններից հետո։ Աննան դարձավ նրանց միջ բնական կապող օղակը։ Աղջիկը իսկական հիացմունք էր զարգացրել Քնարի նկատմամբ, միշտ հարցնելով հորը անտեսանելի թաքով գեղեցիկ տիկնոջ մասին։ Նրա նկարներում այժմ պարբերաբար ներառվում էր էլեգանտ կին ֆիգուր, իր հոր կողքին տարբեր սցենարներում, այգում, ընկերությունում, տանը։ Անձրոտ չորեքշաբթի էր, երբ ամեն ինչ սկսեց անդառնալիորեն փոխվել։ Քնարը իր աշխատասենյակում էր, երբ Նարինեն ներս մտավ անհանգիստ արտահայտությամբ։ Տիկին, անձնակազմի բաժին պաշտոնական բողոք է ստացվել, ասաց օգնականը մեկնելով պաշտոնական ծրարը։ Քնարը բացեց փաստաթուղթը աճող հետաքրքրությամբ։ Կարդալիս նրա դեմքի արտահայտությունն աստիճանաբար խստանում էր։ Անանուն բողոքը վերաբերում էր ընկերության տարածքների ոչ պատշաճ օգտագործմանը, անչափահասի հսկողության հնարավոր անփութությանը, կապված Աննայի հաճախակի ներկայության հետ շենքում։ Ո՞վ է այն հանձնել, հարցրեց Քնարը, նրա ձայնը ստացավ այն սառը տոնը, որը նա շաբաթներ շարունակ չէր օգտագործել։ Անանուն, ինչպես ասացի։ Բայց անցել է բոլոր պաշտոնական ուղիներով։ Անձնակազմի բաժինը պետք է հետաքննի։ Քնարը նորից ուսումնասիրեց փաստաթուղթը։ Տոնի, բառերի ընտրության մեջ ինչ-որ բան կար, որը նրան ծանոթ թվաց։ Դա պարզապես պրոֆեսիոնալ բողոք չէր, այնտեղ չարություն կար, Մարգարի համար հատուկ խնդիրներ ստեղծելու մտադրություն։ Հանդիպում նշանակեք անձնակազմի բաժնի Լոնի հետ վաղը առավոտյան, հրահանգեց նա։ Եվ ես ուզում եմ բոլոր այն արձանագրությունների պատճենը, որոնք վերաբերում են անչափահաս երեխաներ ունեցող աշխատակիցներին։ Այդ կեսօրին նա իջավ Մարգարի հետ խոսելու։ Նա նրան գտավ համակարգչային լաբորատորիայում, սերվերների թարմացում կատարելիս։ Աննան նստած էր անկյունում, լուռ կարդալով իր հեքիաթների գիրքը։ Մարգար, ես պետք է խոսեմ քեզ հետ, ասաց Քնարը, փորձելով չեզոք տոն պահպանել։ Նա անմիջապես նկատեց լարվածությունը նրա ձայնում։ Աննա, կարող ես մի պահ դրսում սպասել։ Վարդուհի մորաքույրն ասաց, որ խոհանոցում նոր քաղցրավենիքներ կան։ Աննան ոգորված դուրս եկավ, Մարգարը շրջվեց դեպի Քնարը, մտահոգ սպասումով։ Բողոք է ստացվել Աննայի ընկերություն գալու մասին, ուղիղ ասաց նա։ Անձնակազմի բաժինը ստիպված կլինի հետաքննել։ Մարգարը մի պահ փակեց աչքերը։ Ես գիտեի, որ մի օր դա տեղի կունենա։ Ես միշտ շատ եմ զգույշ լինում, որ նա ոչ մեկին չխանգարի, բայց… Դա նրա խանգարելու մասին չէր, ընդհատեց Քնարը։ Դա չարամիտ բան էր։ Ինչ-որ մեկը հատուկ ցանկանում է խնդիրներ ստեղծել քեզ համար։ Ինչ-որ գաղափար ունեք, թե ով կարող էր լինել։ Քնարը վարանեց։ Նրա կասկածները ընկնում էին Պետրոսի վրա, բայց նա կոնկրետ ապացույցներ չուներ։ Ես դեռ ոչինչ չեմ կարող ասել։ Բայց ես կանեմ հնարավոր ամեն ինչ դա լուծելու համար։ Ինչու՞ հարցրեց Մարգարը, հարցը դուրս եկավ, նախքան նա կկարողանար իրեն զսպել։ Ինչ ես ուզում ասել։ Ինչու։
Ես դա անում ինձ համար։ Մեզ համար։ Քնարը նրան նայեց, նորից զգալով այդ զգացողությունը կրծքի մեջ, որը չէր կարող անվանել։ Ինչպես բացատրեր, որ նրա Աննայի ներկայությունն իր կյանք բերել էր մի բան, որը նա նույնիսկ չգիտեր, որ բացակայում էր։ Ինչպես ասեր, որ սկսում էր հարցականի տակ դնել, թե արդյոք պրոֆեսիոնալ հաջողության կյանքն արժեր առանց իսկական մարդկային կապերի։ Որովհետև դա ճիշտ է անել, վերջապես պատասխանեց նա։ Բայց Մարգարը նրա աչքերում ավելին տեսավ մի բան, որը ստիպեց նրա սիրտը արագանալ այնպես, ինչպես տարիներ շարունակ չէր զգացել։ Հաջորդ առավոտ անձնակազմի բաժնի Լոնի հետ հանդիպումը լարված էր։ Նա մանրակրկիտ մարդ էր, մտահոգ, բոլոր արձանագրություններին խստորեն հետելու համար։ Քնար, հասկանում եմ ձեր դիրքորոշումը, բայց բողոքը օրինական հարցեր է բարձրացնում, բացատրեց նա, թերթելով թղթերը իր սեղանի վրա։ Քաղաքացիական պատասխանատվության, անվտանգության, տարածքների պատշաճ օգտագործման հարցեր։ Լոն, այս աշխատակիցը մեզ հետ է 5 տարի։ Երբեք մեկ միջադեպ, մեկ օրինական բողոք չի եղել։ Նրա դուստրը գիրտ է, զուսպ, երբեք խնդիրներ չի առաջացրել։ Բայց դա չի փոխում այն փաստը, որ տեխնիկապես մենք հստակ քաղաքականություն չունենք տարածքներում երեխաների վերաբերյալ։ Ուրեմն քաղաքականություն ենք ստեղծում, ամուր ասաց Քնարը։ Քաղաքականություն, որը կճանաչի ժամանակակից կյանքի իրողությունները, որը կաջակցի աշխատող ծնողներին նրանց պատժելու փոխարեն։ Լոնը նրան դիտեց զարմանքով։ Դա բոլորովին այլ մոտեցում էր, քան այն, ինչ նա ակնկալում էր ավանդաբար անզիջում նախագահից։ Դուք իսկապես ուզում եք ստեղծել այդ նախադեպը, հարցրեց նա։ Այո։ Եվ ես ուզում եմ, որ դա իրականացվի այնպես, որ պաշտպանի ինչպես ընկերությունը, այնպես էլ աշխատակիցներին։ Մինչդեռ նկուղում Մարգարը փորձում էր կենտրոնանալ աշխատանքի վրա, բայց նրա միտքը խառնաշփոթ էր։ Նա նկատել էր որոշ գործընկերների շահարկող հայացքները, շշուկները, որոնք դադարում էին, երբ նա անցնում էր։ Բողոքը նրա շուրջը լարված մթնոլորտ էր ստեղծել, որը նրան անհարմար էր դարձնում։ Աննան նույնպես նկատել էր փոփոխությունը։ Նա ավելի դիտորդ էր, քան իր տարիքի երեխաների մեծ մասը, նկատում էր, երբ հայրը անհանգիստ էր։ Հայրիկ, դու տխո՞ր ես, հարցրեց նա ճաշի ժամին ճաշարանում։ Ոչ, աղջիկս։ Պարզապես մտածում եմ աշխատանքի մասին։ Դա գեղեցիկ տիկնոջ պատճառով է։ Դու նրան սիրում ես, չէ՞։ Մարգարը գրեթե խեղդվեց սենդվիչից։ Աննա, որտեղից այդ գաղափարը։ Դու տարբեր ես լինում, երբ նա հայտնվում է։ Ավելի ուրախ ես լինում, ինչպես երբ ինձ ես տեսնում դպրոցից հետո։ Մանկական դիտարկման պարզությունը նրան անակնկալի բերեց։ Հնարավոր էր, որ իր զգացմունքներն այդքան ակնհայտ էին։ Եվ ավելի կարևոր, արդյոք տեղին էր զգացմունքներ զարգացնել իր ղեկավարի նկատմամբ, հատկապես արդեն բարդ իրավիճակում։ Նախքան նա կկարողանար պատասխանել, Քնարը հայտնվեց ճաշարանում։ Նա մոտեցավ սեղանին մի արտահայտությամբ, որը Մարգարը չկարողացավ վերծանել։ Մարգար, կարող ենք խոսել, հարցրեց նա։ Նրանք գնացին ճաշարանի ավելի մեկուսացված անկյուն, հեռու հետաքրքիր ականջներից։ Ես կարողացա ժամանակավորապես լուծել իրավիճակը, ասաց նա։ Մենք նոր քաղաքականություն ենք ներդնում, որը թույլ կտա աշխատակիցներին երեխաներ բերել հատուկ իրավիճակներում, պայմանով, որ նրանք հետեն որոշակի ուղեցույցների։ Մարգարը հսկայական թեթություն զգաց։ Շնորհակալություն։ Ես չգիտեմ, ինչպես շնորհակալություն հայտնել։ Պետք չէ շնորհակալություն հայտնել։ Բայց Մարգար, մենք պետք է զգույշ լինենք։ Հիմա մարդիկ դիտում են մեր յուրաքանչյուր շարժումը։ Ամեն ինչ, ինչը կարող է անպատշաճ թվալ, կարող է օգտագործվել քո դեմ։ Անպատշաճ, ինչպես։ Քնարը նայեց նրա աչքերին, մի պահ նրանց միջ կապն այնքան ուժեղ էր, որ նա իրեն բացահայտված, խոցելի զգաց։ Մարդիկ մեր բարեկամությունը կմեկնաբանեն այնպես, ինչպես կցանկանան։ Եվ դու ինչպես ես մեկնաբանում, մեղմ հարցրեց նա։ Հարցը կախված մնաց նրանց միջ։ Քնարը զգաց, որ իր սիրտը արագանում է, իր սովորական պաշտպանությունները սկսում են փլուզվել։ Այնքան ժամանակ էր անցել, ինչ նա իրեն թույլ չէր տվել իսկական բան զգալ ինչ-որ մեկի նկատմամբ։ Ես, սկսեց նա, բայց նրան ընդհատեց ծանոթ ձայնը։ Տիկին Քնար։ Նայեք, բղավեց Աննան, վազելով նրանց մոտ, ձեռքերում նոր նկարով։ Պահը խախտվեց, բայց ինչ-որ բան փոխվել էր նրանց մեջ։ Երկուսն էլ գիտեին, որ անցել էին անտեսանելի սահմանը, որ այլս չէին կարող ծածնել, թե այն, ինչ զգում էին, պարզապես պրոֆեսիոնալ հետաքրքրություն էր։
Աննայի նկարը ցույց էր տալիս նրանց երեքին գրասենյակում, բոլորը միասին աշխատելիս։ Քնարը իր սեղանի մոտ էր, Մարգարը համակարգիչ էր նորոգում, իսկ Աննան կարդում էր անկյունում։ Դա ոչ ավանդական ընտանիք էր, բայց մինույն է, ընտանիք։ Ահա թե ինչպես եմ ես պատկերացնում, երբ մեծանամ, բացատրեց Աննան։ Բոլորը միասին աշխատում են, հոգ տանում միմյանց մասին։ Քնարը նայեց աղջկան, ապա Մարգարին, իր ներսում ինչ-որ բան զգաց, որ վերջնականապես հանձնվեց։ Կարևոր չէր, թե որքան բարդ կդառնար իրավիճակը, նա այլևս չէր ուզում ծածնել, թե չի մտածում։ Բայց ճաշարանի մյուս կողմում Պետրոսը հետաքրքրությամբ դիտում էր տեսարանը։ Նա ստացել էր այն, ինչ ուզում էր բողոքով, լարվածություն ստեղծել, ուշադրություն հրավիրել տեխնիկի նախագահի հարաբերությունների վրա։ Հիմա եկել էր իր պլանի հաջորդ փուլի ժամանակը։ Նա գաղափար չուներ, թե որքան վտանգավոր կլիներ խառնվել երկու մարդու հետ, ովքեր վերջապես գտել էին մի բան, որի համար արժեր պայքարել։ Ընկերության տարածքներում երեխաների վերաբերյալ նոր քաղաքականությունները ներդրվեցին հաջորդ շաբաթ, ստեղծելով նախադեպ, որը շահավետ էր ոչ միայն Մարգարի, այլ նմանատիպ իրավիճակներում գտնվող այլ աշխատակիցների համար։ Քնարը անձամբ էր աշխատել մանրամասների վրա, ապահովելով, որ դրանք լինեն արդար, բայց գործնական, պաշտպանելով ինչպես ընկերության շահերը, այնպես էլ աշխատողների իրավունքները։ Արձագանքը խառն էր։ Շատ աշխատակիցներ գովեցին միջոցառումը որպես առաջադեմ մարդկային։ Մյուսները, հատկապես տնօրենների խորհրդի որոշ անդամներ, հարցականի տակ դրեցին, թե արդյոք Քնարը չափազանց թույլատրող էր դառնում իր ղեկավարության մեջ։ Պետրոսը գոհ չէր արդյունքից։ Նրա անանուն բողոքը ոչ միայն չէր կարողացել իրական խնդիրներ առաջացնել Մարգարի համար, այլ օգուտ էր բերել այլ աշխատակիցների։ Նրան այլ մոտեցում էր պետք, մի բան, որն իսկապես կխաթարեր ինչպես տեխնիկի, այնպես էլ նախագահի դիրքը։ Ուրբաթ կեսօրին էր, երբ նա գտավ իր հնարավորությունը։ Աննան սայթաքել էր շենքի ներքին աստիճաններին, ջրի ցայտաղբյուրից ջուր վերցնելիս։ Դա պարզապես փոքր անկում էր, որի արդյունքում ճակատին մակերեսային կտրվածք էր առաջացել, բայց Պետրոսը, ով անցնում էր միջանցքով, տեսավ կատարյալ հնարավորությունը։ Նա անմիջապես գործի դրեց անվտանգության արձանագրությունները, պնդելով, որ շտապօգնություն կանչվի, ամբողջ իրավիճակը փաստագրվի։ Երբ Մարգարը հասավ, նա Աննային գտավ շրջապատված բուժաշխատողներով, Քնարը բռնած նրա ձեռքը, իսկ Պետրոսը ոգորված խոսում էր անվտանգության աշխատակիցների հետ քաղաքացիական պատասխանատվության անփութության մասին։ Հայրիկ, բղավեց Աննան, երբ տեսավ Մարգարին, ձեռքերը մեկնելով դեպի նա։ Ամեն ինչ լավ է, աղջիկս։ Պարզապես քերծվածք է, ասաց Մարգարը, գրկելով նրան, բայց նրա աչքերը անհանգստություն էին ցույց տալիս։ Նա գիտեր, որ այդ փոքրիկ պատահարը կմեծացվեր ցանկացած ողջամիտ համամասնությունից ավելի։ Մարգար, մեղմ ասաց Քնարը, ես ամբողջ պատասխանատվությունը կստանձնեմ դրա համար։ Աննան այստեղ էր իմ ներդրած նոր քաղաքականությունների ներքո։ Եթե ինչ-որ մեղք կա, դա իմն է։ Պետրոսը ներքուստ ժպտաց։ Դա հենց այն էր, ինչ նա ակնկալում էր լսել։ Հաջորդ օրերին միջադեպը վերածվեց շատ ավելի մեծ բանի, քան պետք է լիներ։ Պետրոսը համոզվել էր, որ բոլոր մանրամասները փաստագրվեն, հաղորդվեն, ստեղծելով թղթերի հետք, որը ենթադրում էր կազմակերպչական անփութություն։ Ավելին, նա գաղտնի տեղեկացրել էր լրատվամիջոցների որոշ կոնտակտների իրավիճակի մասին, նկարելով մի նախագահի պատկեր, ով թույլ էր տալիս անհարկի ռիսկերը անձնական բարեհաճության պատճառով։ Առաջին հաղորդագրությունը հայտնվեց երկուշաբթի օրը։ Այն փոքր էր, թաղված տեղական թերթի բիզնես բաժնում, բայց հարցեր էր առաջացնում Ալյանս կորպորացիայի հակասական նոր քաղաքականությունների, նախագահի ու աշխատակցի միջ մտերիմ հարաբերությունների մասին։ Քնարը կարդաց հոդվածը իր աշխատասենյակում, զայրույթի անհանգստության խառնուրդ զգալով։ Նա նախկինում առնչվել էր անբարենպաստ լրատվամիջոցների հետ, բայց երբեք նման անձնական բանի մասին։ Նարինեն ներս մտավ անհանգիստ արտահայտությամբ։ Տիկին, խորհուրդը այսօր կեսօրին արտակարգ հանդիպում է ուզում։ Եվ ավելի շատ հաղորդագրություններ են գալիս։ Ավելին, կարծես ինչ-որ մեկը թերթերին տեղեկություններ է տալիս։ Կան ենթադրություններ, որ ձեր վերջին որոշումները կարող են ազդվել անձնական գործոններով։ Քնարը փակեց աչքերը։ Նա ճիշտ գիտեր, թե ուր կտաներ դա։ Կորպորատիվ աշխարհը չէր հանդուրժում ղեկավարներին, ովքեր ցուցաբերում էին էմոցիոնալ թուլություն, հատկապես իշխանության դիրքերում գտնվող կանանց։
Մինչդեռ Մարգարը նկուղում էր, փորձելով կենտրոնանալ աշխատանքի վրա, բայց անընդհատ ընդհատվում էր գործընկերների կողմից, ովքեր համերաշխություն էին առաջարկում կամ, ավելի վատ, անպարկեշտ հարցեր էին տալիս նրա հարաբերությունների մասին նախագահի հետ։ Նա կարող էր զգալ հայացքները, լսել շշուկները։ Աննան, ով վերադարձել էր դպրոց, չէր հասկանում, թե ինչու էր հայրը այդքան անհանգիստ թվում։ Նրա ճակատի կտրվածքը բուժվել էր փոքրիկ վիրակապով, նա արդեն ամբողջությամբ մոռացել էր միջադեպի մասին։ Ճաշի ժամին էր, որ Մարգարը դժվար որոշում կայացրեց։ Նա պետք է խոսեր Քնարի հետ, ոչ թե որպես աշխատակից ղեկավարի հետ, այլ որպես երկու մարդ, ովքեր հոգ էին տանում միմյանց մասին։ Նա բարձրացավ նախագահության հարկ, մի բան, որը դեռ վախեցնում էր նրան, խնդրեց խոսել Քնարի հետ։ Մարգար, ասաց նա, երբ նա մտավ իր աշխատասենյակ, ինչպես է Աննան։ Լավ է։ Նույնիսկ չի հիշում, թե ինչ պատահեց։ Բայց մենք պետք է խոսենք այն մասին, թե ինչ է կատարվում։ Քնարը նշան արեց, որ նա նստի։ Գիտեմ, որ իրավիճակը բարդ է։ Բայց կանցնի։ Քնար, ասաց նա, առաջին անգամ օգտագործելով նրա անունը, դու քեզ վտանգի ես ենթարկում ինձ համար։ Մեզ համար։ Եվ ես չգիտեմ, արդյոք դա արդար է։ Ինչ ես ուզում ասել։ Մարգարը առաջ թեքվեց։ Ես այս շաբաթ 2 աշխատանքի առաջարկ եմ ստացել։ Ավելի փոքր, ավելի ճկուն ընկերություններ։ Միգուցե ավելի լավ է, որ ես ընդունեմ դրանցից մեկը, որպեսզի քեզանից ճնշումը վերացվի։ Քնարը սրտում ցավ զգաց։ Մարգարի հեռանալու գաղափարը նրան ավելի էր անհանգստացնում, քան նա պատրաստ էր ընդունել։ Դու ուզում ես հեռանալ, հարցրեց նա։ Ոչ, անկեղծ պատասխանեց նա։ Բայց ես չեմ ուզում, որ դու կորցնես այն ամենը, ինչ կառուցել ես իմ պատճառով։ Իսկ եթե ես ասեմ, որ դու Աննան ավելի արժեքավոր եք, քան ցանկացած կորպորատիվ դիրք։ Խոսքերը դուրս եկան, նախքան Քնարը կկարողանար իրեն զսպել։ Դրանք կախված մնացին նրանց միջ, իմաստով լի։ Մարգարը նրան նայեց ինտենսիվությամբ։ Դու իսկապես հավատում ես դրան։ Այո, շշնջաց նա։ Նա վեր կացավ, քայլեց դեպի պատուհանը, նայելով ներքի երանին։ Իմ նախկին կինը ինձ լքեց, որովհետև ասաց, որ ես ամբիցիաներով սահմանափակ եմ։ Որ երբեք ավելին չեմ լինի, քան տեխնիկ։ Երկար ժամանակ ես հավատում էի նրան։ Քնարը մոտեցավ։ Իսկ հիմա։ Հիմա ես ունեմ հիասքանչ դուստր, ով ինձ հերոս է տեսնում։ Ես ունեմ մի աշխատանք, որը սիրում եմ, մի ընկերությունում, որը հատուկ է դարձել արտակարգ կնոջ շնորհիվ, ով կարողանում է տեսնել արտաքին տեսքից այն կողմ։ Նրանք հիմա շատ մոտ էին, Քնարը կարող էր զգալ նրանից բխող ջերմությունը։ Մարգարի աչքերում ինչ-որ բան կար, որը նրան ստիպում էր իրեն տեսած, հասկացված զգալ այնպես, ինչպես երբեք չէր զգացել։ Մարգար, սկսեց նա։ Ես գիտեմ, որ բարդ է, ընդհատեց նա։ Գիտեմ, որ կան արձանագրություններ, հիերարխիաներ, սպասումներ։ Բայց նա գիտեմ, որ այլս չեմ ուզում ծածնել, թե ոչինչ չեմ զգում քո նկատմամբ։ Քնարի սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ նա վստահ էր, որ նա կարող էր լսել։ Հուզական պաշտպանության բոլոր տարիները, բոլոր այն արգելքները, որ նա կառուցել էր, փլուզվում էին այդ պարզ անկեղծ տղամարդու առաջ, ով իր կյանք էր մտել մանկական նկարի միջոցով։ Ես նույնպես, շշնջաց նա։ Այլս չեմ ուզում ծածնել։ Նրանք ավելի մոտեցան, մի պահ արտաքին աշխարհը, ճնշումները, դատողությունները, հետանքները անհետացավ։ Կային պարզապես երկու մարդ, ովքեր միմյանց մեջ գտել էին հազվագյուտ թանկարժեք մի բան։ Համբույրը մեղմ էր, սկզբում վարանող, ապա ավելի ինտենսիվ, քանի որ երկուսն էլ հանձնվում էին այն զգացմունքներին, որոնք շաբաթներ շարունակ մերժել էին։ Երբ վերջապես բաժանվեցին, երկուսն էլ դողում էին։ Ինչ ենք անում հիմա, հարցրեց Մարգարը։ Նախքան Քնարը կկարողանար պատասխանել, ինտերկոմը զանգեց։ Դա Նարինեն էր, տիկին Քնար, խորհուրդն ավելի շուտ է եկել։ Նրանք սպասում են հանդիպումների սենյակում։ Իրականությունը վերադարձավ ամբողջ ուժով։ Քնարը հեռացավ Մարգարից, փորձելով վերականգնել իր պրոֆեսիոնալ տեսքը։ Դու պետք է գնաս, ասաց նա։ Այդ հանդիպումը հեշտ չի լինի։ Քնար, ասաց նա մի պահ բռնելով նրա ձեռքը, անկախ նրանից, թե ինչ կլինի, ուզում եմ, որ իմանաս, ոչինչ չես զղջա։ Ես չեմ զղջում։ Մարգարի հեռանալուց հետո Քնարը մի քանի րոպե մենակ մնաց, փորձելով մարսել այն, ինչ տեղի էր ունեցել։ Առաջին անգամ իր չափահաս կյանքում նա թույլ էր տվել իրեն խոցելի լինել ինչ-որ մեկի հետ,
Եվ հիմա նա ստիպված էր դիմակայել հետանքներին։ Խորհրդի հանդիպումը ճիշտ այնքան դժվար էր, որքան նա ակնկալում էր։ 5 միջին տարիքի տղամարդիկ, բոլորը մտահոգ ընկերության իմիջով նախագահի վերջին որոշումների հետանքներով։ Քնար, ասաց Արամ Մանուկյանը, խորհրդի ամենահին անդամը, մենք անհանգստացած ենք այն ուղղությունից, որով գնում ենք։ Այս իրավիճակը սպասարկման աշխատակցի հետ ստեղծում է բարեհաճության ընկալում, որը կարող է ազդել մեր վստահելիության վրա։ Ինչ իրավիճակ կոնկրետ, հարցրեց Քնարը, իր ձայնը վերահսկելով։ Եկեք, բոլորս գիտենք, որ պրոֆեսիոնալից բացի ինչ-որ բան է կատարվում։ Եվ հիմա, երեխայի այս պատահարի լրատվամիջոցների լուսաբանման հետ։ Պատահարը փոքր էր պատշաճ կերպով մշակվելը։ Իմ ներդրած քաղաքականությունները օգուտ են բերում մի քանի աշխատակիցների, ոչ միայն մեկին։ Բայց ընկալումը տարբեր է, պնդեց մեկ այլ անդամ։ Եվ ընկալումը, բիզնեսում, իրականությունը։ Քնարը նրանց նայեց մեկ առ մեկ։ Նրանք մարդիկ էին, ում նա տարիներ շարունակ ճանաչում էր, ովքեր աշխատել էին իր հոր հետ, ովքեր աջակցել էին նրան, երբ նա ստանձնել էր նախագահությունը։ Բայց հիմա նա այլ բան էր տեսնում նրանց աչքերում, նույն հաշվարկող սառնությունը, որը նա ինքն էր մշակել այդքան տարիներ։ Ինչ եք կոնկրետ առաջարկում, հարցրեց նա։ Փոխանցում, ասաց Արամը։ Աշխատակիցը կարող է տեղափոխվել մեր մասնաճյուղերից մեկը Վանաձորում։ Խնդիրը լուծված է, առանց որևէ մեկին վնասելու։ Իսկ եթե ես հրաժարվեմ։ Հաջորդած լռությունը խոսուն էր։ Վերջապես, Արամը խոսեց, հուսով ենք, որ անհրաժեշտ չի լինի ավելի վերջնական այլընտրանքներ քննարկել։ Քնարը դուրս եկավ հանդիպումից, իմանալով, որ խաչմերուկում է։ Նա կարող էր զիջել ճնշումներին, պաշտպանել իր դիրքը կորցնել առաջին մարդուն, ով տարիներ շարունակ դիպել էր իր սրտին։ Կամ նա կարող էր պայքարել այն բանի համար, ինչն իսկապես կարող էր վտանգել այն ամենը, ինչ կառուցել էր։ Այդ գիշեր, միայնակ իր բնակարանում, նա նորից նայեց Աննայի նկարներին, որոնք պահել էր։ Դրանցից մեկում 3 ֆիգուրները ձեռք ձեռքի տված էին ծիածանի տակ։ Դա պարզ էր, մանկական, բայց այն ներկայացնում էր մի բան, որը նա երբեք չգիտեր, որ ուզում էր ընտանիք։ Առաջին անգամ իր կարիերայում Քնար Ալյանսը պատրաստ էր ամեն ինչ վտանգել սիրո համար։ Բայց նա դեռ չգիտեր այդ որոշման իրական գինը։ Ճգնաժամը հասավ իր գագաթնակետին երեքշաբթի լուսադեմին, երբ Ալյանս կորպորացիայի կենտրոնական համակարգը ամբողջությամբ խափանվեց։ Սերվերները միաժամանակ անջատվել էին, կաթվածահար անելով ընկերության բոլոր գործառնությունները։ Դա այնպիսի արտակարգ իրավիճակ էր, որը կարող էր միլիոններ արժենալ կորցրած պայմանագրերի վնասված հեղինակության տեսքով։ Քնարին արթնացրին առավոտյան 3-ին Տիգրանի, ՏՏ վերահսկիչի հուսահատ զանգով։ Տիկին Քնար, դուք պետք է անմիջապես գաք։ Ամեն ինչ անջատված է, մենք չենք կարողանում հայտնաբերել խնդիրը։ Դուք Մարգարին կանչել եք, հարցրեց նա, դեռ փորձելով մարսել տեղեկությունը։ Նա ճանապարհին է։ Բայց տիկին, սա մեծ է։ Շատ մեծ։ Երբ Քնարը հասավ ընկերություն, նա խուճապի մատնված տեխնիկների թիմ գտավ գործառնությունների կենտրոնում։ Մարգարը սերվերային սենյակի մեջ տեղում էր, կենտրոնացած սարքավորումների վրա, փորձելով ախտորոշել խափանման աղբյուրը։ Ինչ իրավիճակ է, հարցրեց նա։ Ավելի վատ, քան մտածում էինք, պատասխանեց Մարգարը, աչքերը չբարձրացնելով համակարգիչներից։ Դա պարզապես խափանում չէ։ Ինչ-որ մեկը սաբոտաժի է ենթարկել համակարգը։ Սաբոտաժի։ Ինչպես։ Մարգարը էկրանին մի շարք կոդեր ցույց տվեց։ Տեսեք այս հրամանները։ Դրանք կատարվել են ընկերության ներսից, լիազորված տերմինալից։ Ինչ-որ մեկը ներքին մուտքով դա դիտավորյալ է արել։ Քնարը սարսուռ զգաց։ Կարող ես շրջել։ Կարող եմ, բայց ժամեր կպահանջվի։ Եվ ես պետք է հայտնաբերեմ, թե կոնկրետ ինչ է փոխվել, համոզվելու համար, որ թաքնված ծուղակներ չկան։ Ճնշումը հսկայական էր։ Ամեն ժամ, որ ընկերությունը անցանց էր մնում, ավելի շատ պայմանագրեր էին վտանգվում։ Ավելին, անհնար էր թաքցնել նման մեծության խափանումը, թերթերն արդեն կշահարկեին Ալյանս կորպորացիայի ներքին խնդիրների մասին։ Ինչ է պետք, հարցրեց Քնարը։ Ժամանակ։ Սուրճ։ Եվ լռություն, կենտրոնանալու համար։ Քնարը թիմին ազատեց, թողնելով միայն Մարգարին աշխատելու։ Նա գործադիր սարքից թունդ սուրճ բերեց, նստեց մոտակա աթոռին, դիտելով, թե ինչպես է նա աշխատում։
Պետք չէ մնալ, ասաց Մարգարը, նկատելով նրա ներկայությունը։ Ուզում եմ մնալ։ Ժամեր շարունակ նրանք աշխատում էին կողք կողքի լուսադեմի լռության մեջ։ Մարգարը բարդ կոդեր էր մուտքագրում, համակարգեր էր փորձարկում, հետում էր չարամիտ փոփոխություններին։ Քնարը հաշվետվություններ էր կազմակերպում հաճախորդների համար, մամլո հաղորդագրություններ էր պատրաստում, ճգնաժամը կառավարում էր կորպորատիվ տեսանկյունից։ Դա դադարի ժամանակ էր, երբ Մարգարը ակնհայտորեն հյուծված էր, որ քնարը նկատեց նրա դողացող ձեռքերը։ Երբ ես վերջին անգամ կերել, հարցրեց նա։ Չեմ հիշում, խոստովանեց նա։ Նա իջավ ճաշարան սենդվիչներ ու մրգեր բերեց։ Նրանք նստեցին սերվերային սենյակի հատակին, շրջապատված բզզացող սարքավորումներով, ուտելով իմպրովիզացված ճաշ առավոտյան 6-ին։ Քնար, հանկարծ ասաց Մարգարը, խորհրդի հետ ինչ-որ բան է կատարվում, չէ՞։ Նա վարանեց, ապա որոշեց անկեղծ լինել։ Նրանք ուզում են քեզ տեղափոխել Վանաձորի մասնաճյուղ։ Մարգարը դանդաղ գլխով արեց։ Մեր պատճառով։ Մեր պատճառով, հաստատեց նա։ Իսկ դու… Ինչ ես ուզում։ Քնարը նրան նայեց, խառնված մազերով, կնճռոտված վերնաշապիկով, հոգնած, բայց վճռական աչքերով։ Նա անցկացրել էր գիշերը, փրկելով նրա ընկերությունը, առանց վարանելու, առանց որևէ բան ակնկալելու։ Քեզ եմ ուզում, պարզապես ասաց նա։ Քեզ Աննային եմ ուզում։ Ուզում եմ փորձել իրական բան կառուցել։ Մարգարը թեքվեց համբուրեց նրան, այս անգամ մեղմորեն, խոստումներով հույսերով լի համբույր։ Երբ բաժանվեցին, նա շշնջաց, ուրեմն պայքարենք դրա համար։ Հենց այդ պահին նրանք քայլեր լսեցին միջանցքում։ Նրանք արագորեն բաժանվեցին, փորձելով հավաքվել, բայց արդեն ուշ էր։ Պետրոսը շուտ էր եկել, վկայակոչելով ճգնաժամի պատճառով անհանգստությունը, նրանց բռնեց սերվերային սենյակի հատակին գրկախառնված։ Կներեք ընդհատելու համար, ասաց նա ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Ես եկա վերականգնման ընթացքը ստուգելու։ Համակարգը 1 ժամից կաշխատի, սառը պատասխանեց Մարգարը, վերադառնալով համակարգիչներին։ Պետրոսը չհեռացավ։ Փոխարենը, նա ակնհայտ հետաքրքրությամբ դիտեց նրանց միջ դինամիկան, մտքում նշումներ անելով, որոնք քնարը գիտեր, որ կօգտագործվեն իրենց դեմ։ Երբ համակարգը վերջապես վերականգնվեց։ Արդեն կեսօր էր։ Ընկերությունը կորցրել էր 9 ժամվա գործառնություն, բայց վնասները նվազագույնի էին հասցվել արագ արձագանքի շնորհիվ։ Մարգարը ոչ միայն վերականգնել էր բոլոր տվյալները, այլ ներդրել էր լրացուցիչ պաշտպանություն ապագա հարձակումներից։ Հիանալի աշխատանք, հրապարակայնորեն ասաց քնարը, առավոտյան եկած թիմի ներկայությամբ։ Բայց նրա աչքերը շատ ավելին էին հաղորդում, քան նրա պաշտոնական խոսքերը։ Այդ կեսօրին, մինչ քնարը հանդիպում էր զայրացած հաճախորդների հետ, փորձելով նվազագույնի հասցնել խափանման վնասները, Պետրոսը կատարեց իր վճռական քայլը։ Նա ուղղակիորեն դիմեց խորհրդի անդամ Արամ Մանուկյանին։ Պարոն Մանուկյան, ես պետք է խոսեմ նուրբ իրավիճակի մասին, ասաց Պետրոսը, ընդունելով պրոֆեսիոնալ մտահոգության տեսք։ Դա նախագահի սպասարկման տեխնիկի մասին է։ Ինչ նրանց մասին։ Այս առավոտ համակարգի ճգնաժամի ժամանակ ես նրանց գտա փոխզիջումային իրավիճակում սերվերային սենյակում։ Պետրոսը նկարեց մի պատկեր, որը թե տեխնիկապես ճշմարիտ էր, լի էր ակնարկներով։ Նա առաջարկեց պրոֆեսիոնալ անպութություն, անպատշաճ պահվածք, շահերի հնարավոր բախում։ Եվ էլ ավելին կա, շարունակեց նա։ Ես կասկածում եմ, որ համակարգի խափանումը պատահական չէր։ Ինչ-որ մեկը ներքին մուտքով սաբոտաժի է ենթարկել այն։ Եվ հետաքրքիր է նշել, որ միակը, ով կարողացավ լուծել խնդիրը, հենց այն տեխնիկն էր, ով հատուկ հարաբերություններ ունի նախագահի հետ։ Արամը լսեց ամեն ինչ, աճող մտահոգությամբ։ Դուք առաջարկում եք, որ նրանք են կազմակերպել դա։ Ես ոչինչ չեմ առաջարկում։ Պարզապես զեկուցում եմ այն փաստերը, որոնք կարծում էի, որ խորհուրդը պետք է իմանա։ Խոսակցությունը շուտով հասավ խորհրդի մյուս անդամներին, կեսօրվա վերջում արտակարգ հանդիպում հրավիրվեց։ Քնարը մտավ հանդիպումների սենյակ, իմանալով, որ նա կանգնելու է իր պրոֆեսիոնալ կյանքի պայքարի առաջ։ Խորհրդի 5 անդամները ներկա էին, նրանց արտահայտությունները տատանվում էին մտահոգությունից մինչ անհավանություն։ Քնար, սկսեց Արամը, մեր ուշադրությանն են հասել անհանգստացնող տեղեկություններ ձեր հարաբերությունների մասին աշխատակցի հետ հնարավոր անպութության մասին այսօրվա ճգնաժամի ընթացքում։ Ինչ տեղեկություններ, հարցրեց նա, ձայնը ամուր պահելով։
Պետրոսին կանչեցին իր զեկույցը ներկայացնելու։ Նա մանրակրկիտ պատրաստվել էր, փաստերը ներկայացնելով այնպես, որ առավելագույնի հասցներ անպատշաճության տպավորությունը առանց տեխնիկապես ստելու։ Երբ նա ավարտեց, սենյակում լռությունը ծանր էր։ Քնար, վերջապես ասաց Արամը, սա ձեզ անտանելի դիրքի մեջ է դնում։ Մենք չենք կարող ունենալ նախագահ, ում որոշումները կարող են ազդվել անձնական զգացմունքներով։ Իմ որոշումները միշտ հիմնված են եղել այն բանի վրա, ինչը լավագույնն է ընկերության համար, պատասխանեց քնարը։ Բայց ընկալումը տարբեր է։ Եվ հիմա, այս հանգամանքներով մենք կարծում ենք, որ բոլորի համար ավելի լավ կլինի, եթե աշխատակիցը անմիջապես տեղափոխվի։ Եվ միգուցե դուք պետք է մտածեք արձակուրդ վերցնելու մասին, մինչ այս իրավիճակը լուծվի։ Քնարը նրանց նայեց մեկ առ մեկ։ Սրանք մարդիկ էին, ում նա հարգում էր, ովքեր տարիներ շարունակ վստահել էին նրան։ Բայց հիմա նա տեսնում էր, որ այդ վստահությունը սահմաններ ուներ, սահմաններ, որոնք չէին ներառում նրան թույլ տալը մարդ լինել, զգալ, սիրել։ Իսկ եթե ես հրաժարվեմ, ապա մենք ստիպված կլինենք անվստահության միջնորդություն քննարկել, տխրությամբ ասաց Արամը։ Մենք չենք ուզում հասնել դրան, քնար։ Դուք հիանալի գործադիր տնօրեն եք։ Բայց մենք չենք կարող թույլ տալ, որ անձնական սկանդալները ազդեն ընկերության վրա։ Դա վերջնական ուլտիմատումն էր։ Ընդունել Մարգարի տեղափոխումը, հեռանալ նրանից կամ կորցնել այն ամենը, ինչի համար աշխատել էր իր ամբողջ կյանքը։ Քնարը խորը շունչ քաշեց։ Նա մտածեց իր հոր մասին, թե ինչպես էր նա կառուցել այս ընկերությունը անձնական զոհերի միջոցով։ Նա մտածեց իր կարիերայի մասին, աշխատանքին ամբողջական նվիրման տարիների մասին։ Նա մտածեց իշխանության, կարգավիճակի, ֆինանսական անվտանգության մասին, որը նա կարող էր կորցնել։ Ապա նա մտածեց Մարգարի մասին, ով ամբողջ գիշեր աշխատում էր ընկերությունը փրկելու համար, առանց վարանելու, առանց որևէ բան ակնկալելու։ Նա մտածեց Աննայի մասին, իր անմեղ նկարներով բարություն տեսնելու կարողությամբ, որտեղ ուրիշները միայն հիերարխիա էին տեսնում։ Նա մտածեց այն ամբողջականության զգացողության մասին, որը նա հայտնաբերել էր վերջին շաբաթներին, իրական ընտանիք ունենալու հնարավորության մասին։ Պարոնայք, վերջապես ասաց նա, վեր կենալով, եթե ինչ-որ մեկին սիրելն ինձ անպիտան է դարձնում ղեկավարելու համար, ապա միգուցե դա ղեկավարության հայեցակարգն է, որը պետք է փոխվի։ Մարգարը օրինակելի աշխատակից է, ով այսօր փրկել է այս ընկերությունը։ Աննան քաղցր երեխա է, ով երբեք մեկ իրական խնդիր չի առաջացրել։ Եթե նրանց պաշտպանելը նրանց հետ կյանք կառուցելն ինձ կարժենա իմ պաշտոնը, թող այդպես լինի։ Զարմանքը սենյակում շոշափելի էր։ Ոչ ոք չէր ակնկալում, որ քնարը սերը կընտրի իշխանության փոխարեն։ Դուք սխալ եք անում, ասաց Արամը։ Միգուցե, պատասխանեց քնարը։ Բայց առաջին անգամ իմ կյանքում ես սխալ եմ անում ճիշտ պատճառներով։ Քվեարկությունը նշանակվեց հաջորդ օրը։ Բայց քնարը գիտեր, որ իր որոշումն արդեն կայացված էր։ Առաջին անգամ իր կյանքում նա ընտրել էր սիրտը մտքի փոխարեն, սերը վախի փոխարեն։ Երբ նա դուրս եկավ հանդիպումից, նա Մարգարին գտավ միջանցքում սպասելիս։ Նա լսել էր խորհրդի հրավերի մասին լուրեր, ակնհայտորեն անհանգիստ էր։ Ինչպես անցավ, հարցրեց նա։ Բարդ, պատասխանեց նա։ Բայց Մարգար, անկախ նրանից, թե ինչ կլինի, ուզում եմ, որ իմանաս, ես քեզ եմ ընտրել։ Մեզ եմ ընտրել։ Նա նրան գրկեց հենց այնտեղ, միջանցքում, առանց մտածելու, թե ով կարող է տեսնել։ Եվ առաջին անգամ ամիսներ շարունակ, քնարն իրեն իսկապես հանգիստ զգաց իր կայացրած որոշման հետ։ Միջանցքի մյուս կողմում Պետրոսը բավարարվածությամբ դիտում էր։ Նրա վրեժը նախագահի ամբարտավանության նրա ցուցաբերած բարեհաճության դեմ գրեթե ավարտված էր։ Նա գաղափար չուներ, որ պատրաստվում էր դիմակայել մի ուժի, որը նա թերագնահատել էր, ճշմարիտ սիրո համար պայքարող երկու մարդու ուժին։ Խորհրդի քվեարկությունից առաջ գիշերը քնարի կյանքի ամենաերկարն էր։ Նա քայլեց իր բնակարանով, նայելով համայնապատկերային պատուհանից, որը մի օր ներկայացրել էր հաջողության գագաթնակետը։ Հիմա Երանի տեսարանը սառը հեռու էր թվում։ Առաջին անգամ նա հարցականի տակ դրեց, թե արդյոք միայնության բոլոր տարիները այդ տեսարանի դիմաց։ Հեռախոսը մի քանի անգամ զանգեց, Նարինեն, իրավիճակի մասին թարմացումներով, խորհրդի որոշ անդամներ, վերջին բանակցությունները փորձելով, լրագրողներ, ովքեր լսել էին ընկերության անկայունության մասին լուրեր։ Նա անտեսեց բոլոր զանգերը։ Միայն մեկին պատասխանեց, երբ տեսավ Մարգարի անունը էկրանին։ Ինչպե՞ս ես, մեղմ հարցրեց նա։
Վախեցած, խոստովանեց նա։ Երբեք չեմ եղել մի իրավիճակում, որտեղ չէի կարող վերահսկել արդյունքը։ Աննան ուզում է քեզ հետ խոսել։ Նախքան քնարը կկարողանար պատասխանել, աղջկա քաղցր։ Ձայնը արձագանքեց հեռախոսով, քնար մորաքույր։ Հայրիկն ասաց, որ դու տխուր ես։ Մի փոքր, սիրելիս։ Ուզում ես գալ մեզ մոտ ընթրելու։ Արուսյակ տատիկը լազանյա է պատրաստել։ Նա մեր հարանն է միշտ ուտելիք է պատրաստում, երբ հայրիկը անհանգիստ է լինում։ Հրավերի պարզությունը խորապես դիպավ քնարին։ Չգիտեմ, արդյոք լավ գաղափար է այսօր, Աննա։ Խնդրում եմ։ Ես նոր նկար եմ պատրաստել քեզ համար։ Այն հատուկ է։ Ինչպես կարող էր նա մերժել։ Մեկ ժամ անց քնարը Մարգարի համեստ հյուրասենյակում էր, ուտելով տնական լազանյա, խոսելով Արուսյակ տատիկի հետ, 70-ամյա կնոջ, ով Աննայի համար երկրորդ տատիկ էր դարձել։ Դա բոլորովին այլ միջավայր էր, քան այն, ինչին նա սովոր էր, պարզ կահույք, ընտանեկան լուսանկարներ պատերին, հատակին սփռված խաղալիքներ։ Մարգարն ինձ պատմեց, թե ինչ է կատարվում, ասաց Արուսյակ տատիկը, մինչ նրանք աղանդեր էին մատուցում։ Այդ հզոր մարդիկ միշտ կարծում են, որ կարող են որոշել, թե ով է արժանի սիրուն։ Դա ավելի բարդ է, քան դա, սկսեց քնարը։ Այդպես է, ընդհատեց տիկինը։ Ինձ համար բավականին պարզ է թվում։ Դուք սիրում եք իմ տղա Մարգարին։ Եվ նա սիրում է ձեզ։ Ուղիղ հարցը քնարին անխոս թողեց մի պահ։ Այո։ Ապա մնացածը պարզապես աղմուկ է։ Աննան վազելով հայտնվեց իր նոր նկարով։ Այն տարբերվում էր մյուսներից, ավելի մանրամասն, ավելի մանրակրկիտ։ Այն ցույց էր տալիս քնարին դատարանում, որպես արքայադուստր մարդիկ, պաշտպանելով մի ամրոց, որտեղ Մարգարը Աննան ապահով էին ներսում։ Դա դու ես, ով կռվում է չար վիշապների դեմ, բացատրեց Աննան։ Ինչպես հեքիաթներում, որոնք հայրիկս է կարդում ինձ համար։ Եվ ով է հաղթում վերջում, հարցրեց քնարը։ Արքայադուստրը միշտ հաղթում է, երբ սիրո համար է պայքարում, պատասխանեց Աննան մանկության բացարձակ վստահությամբ։ Այդ գիշեր քնարը տուն վերադարձավ մի պարզությամբ, որը օրեր շարունակ չէր զգացել։ Անկախ քվեարկության արդյունքից, նա ճիշտ ընտրություն էր կատարել։ Խորհրդի հանդիպման առավոտը մոխրագույն անձրոտ էր։ Քնարը հագավ իր ամենաէլեգանտ կոստյումը, կորպորատիվ զրահ վերջին մարտի համար։ Երբ նա հասավ ընկերություն, նա անսովոր բազմություն գտավ նախասրահում։ Նարինեն վազեց նրա մոտ, զարմանքի արտահայտությամբ։ Տիկին քնար, դուք պետք է տեսնեք սա։ Ամբողջ նախասրահում սփռված էին հարյուրավոր նամակներ, տպագիր էլեկտրոնային նամակներ, նկարներ։ Ընկերության բոլոր մակարդակների աշխատակիցները հայտնել էին իրենց կարծիքը, աջակցություն հայտնելով նրա ներդրած նոր քաղաքականություններին, պաշտպանելով Մարգարին որպես օրինակելի գործընկեր։ Ինչպես է դա տեղի ունեցել, հարցրեց քնարը։ Սկսվեց 3 գիշեր, բացատրեց Նարինեն։ Ինչ-որ մեկը լուր էր տարածել, որ Մարգարին կտեղափոխեն խտրական քաղաքականության պատճառով։ Աշխատակիցները ինքնաբուխ կերպով մոբիլիզացվել էին։ Դրսորումների մեջ կար մի նամակ, որն հատուկ ուշադրություն էր գրավում։ Այն գրված էր ձեռքով Աննայի կողմից իր մանրակրկիտ մանկական տառերով, այս ընկերությունը լավն է, որովհետև հայրիկս ժպտում է, երբ այստեղ է աշխատում։ Խնդրում եմ, մի խլեք նրա ժպիտը։ Արուսյակ տատիկը օգնել էր Աննային պատճեններ անել նամակը տարածել ամբողջ ընկերությունում։ Մի քանի ժամվա ընթացքում այն դարձել էր դիմադրության խորհրդանիշ տնօրենների խորհրդի կամայական որոշումների դեմ։ Խորհրդի հանդիպումն ավելի լարված էր, քան քնարը կանխատեսել էր։ Արամը բացատրեց իրավիճակը ներկա բոլոր անդամներին։ Մենք հասել ենք անտանելի իրավիճակի, ասաց նա։ Նախագահը հրաժարվում է տեղափոխել համապատասխան աշխատակցին, հիմա մենք ունենք այս ցույցը նախասրահում։ Աջակցության ցույց, ուղղեց քնարը։ Ցույց, որ իմ ներդրած քաղաքականությունները գնահատվում են աշխատակիցների կողմից։ Դա չի փոխում այն փաստը, որ ձեր անձնական հարաբերությունները այդ մարդու հետ վտանգում են ձեր ղեկավարությունը, պնդեց խորհրդի մեկ այլ անդամ։ Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ անսպասելի բան։ Վարդանը, անվտանգության պետը, ով 15 տարի աշխատել էր ընկերությունում, խնդրեց խոսել խորհրդի հետ։ Դա աննախադեպ էր, բայց հանգամանքներն արտակարգ էին։ Պարոն Այկ, ասաց Վարդանը, ակնհայտորեն նյարդային, բայց վճռական, ես այստեղ երկար ժամանակ եմ աշխատում։ Ես տեսել եմ շատ գործադիր տնօրենների անցնելիս, տեսել եմ շատ որոշումներ կայացվելիս։
Բայց երբեք չեմ տեսել, որ որևէ մեկը հոգ տանի աշխատակիցների մասին, ինչպես տիկին Քնարն է արել։ Վարդան, սա տեղին չէ, սկսեց Արամը։ Ամբողջ հարգանքով, պարոն, կարծում եմ, որ տեղին է։ Մարգարը լավագույն մարդկանցից մեկն է, ում ես ճանաչում եմ։ Նա քրտնաջան է աշխատում, սիրում է իր դստերը, երբեք հատուկ բարեհաճություններ չի խնդրել։ Եվ տիկին Քնարը նա փոխվեց նրանց գալուց հետո։ Ավելի մարդկային դարձավ, ավելի արդար։ Ամբողջ ընկերությունը տեսավ դա։ Այլ առանցքային աշխատակիցներ սկսեցին գալ, Վարդուհին մաքրությունից, Տիգրանը ՏՏ-ից, տարբեր բաժինների վերահսկիչներ։ Բոլորը ցանկանում էին աջակցություն հայտնել Մարգարին Քնարի նոր քաղաքականություններին։ Սա խիստ անկանոն է, բողոքեց Արամը։ Միգուցե ժամանակն է մի փոքր անկանոն լինելու, ասաց մի ձայն դռան մոտից։ Բոլորը շրջվեցին։ Դա Հասմիկն էր, ստաժորներից մեկը, ով շաբաթներ առաջ ծաղրել էր Մարգարին։ Բայց հիմա նրան ուղեկցում էր Պետրոսը։ Պետրոսը կարևոր բան ունի խոստովանելու, ասաց նա, առաջ մղելով նրան։ Ամոթից նյարդայնությունից կարմրած դեմքով Պետրոսը սկսեց խոսել. Ես պետք է խոստովանեմ մի բան։ Ես էի, ով արել է անանուն բողոքը Մարգարի դեմ։ Եվ ես էի, ով սաբոտաժի է ենթարկել համակարգը երկուշաբթի օրը։ Սենյակում լռությունը բացարձակ էր։ Ինչու հարցրեց Քնարը, նրա ձայնը լի էր վերահսկվող սառնությամբ։ Որովհետև զայրացած էի։ Զայրացած էի տեսնելուց, թե ինչպես էիք դուք միմյանց հարգում, ինչպես էր նա նայում ձեզ, կարծես դուք ինչ-որ բան արժեր։ Ոչ ոք երբեք ինձ այդպես չի նայել։ Ապա դու փորձեցիր ոչնչացնել դա նախանձից, հարցրեց Մարգարը, ով եկել էր Աննայի արուսյակ տատիկի հետ։ Պետրոսը գլխով արեց, արցունքները հոսում էին դեմքով։ Կարծում էի, որ եթե բավականաչափ խնդիրներ առաջացնեմ, դուք կբաժանվեք, ես կարող էի ապացուցել, որ սերը պարզապես պատրանք էր։ Բայց տեսնելով, թե ինչպես եք դուք պայքարում միմյանց համար, հասկացա, որ սխալվել էի։ Հասմիկը, ով նրա կողքին էր, բացատրեց, ես համոզեցի նրան խոստովանել։ Տեսնելուց հետո, թե ինչպես են աշխատակիցները մոբիլիզացվել ձեզ համար, ես հասկացա, որ շատ ժամանակ եմ անցկացրել սարսափելի մարդ լինելով։ Պետրոսի խոստովանությունը ամբողջությամբ փոխեց հանդիպման դինամիկան։ Խորհրդի անդամները նայեցին միմյանց, ակնհայտորեն անհարմար զգալով իրավիճակից։ Դե, վերջապես ասաց Արամը, սա, անշուշտ, պարզաբանում է համակարգի միջադեպի վերաբերյալ որոշ հարցեր։ Եվ կեղծ բողոքների մասին, ավելացրեց մեկ այլ անդամ։ Քնարը վեր կացավ, նայելով սեղանի շուրջ նստած յուրաքանչյուր տղամարդուն։ Պարոն Այգ, ես իմ կարիերան կառուցել եմ լինելով հենց այն, ինչ դուք ուզում էիք, որ ես լինեի, սառը, հաշվարկող, առանց անձնական կապերի, որոնք կարող էին վտանգել իմ դատողությունը։ Բայց ես վերջին շաբաթներին հայտնաբերեցի մի բան, ղեկավարությունը մարդկային զգացմունքներից մեկուսանալը չէ։ Դա այդ զգացմունքներն օգտագործելն է մի միջավայր ստեղծելու համար, որտեղ բոլորը կարող են զարգանալ։ Նա քայլեց դեպի պատուհանը, նայելով նախասրահին, որտեղ աշխատակիցները դեռ հավաքված էին աջակցելու համար։ Մարգարն ինձ սովորեցրեց, որ իրական ուժը գալիս է ոչ թե բացարձակ վերահսկողությունից, այլ մարդկանց հետ անկեղծորեն կապվելուց։ Աննան ինձ սովորեցրեց, որ երբեմն ամենաիմաստուն տեսակետը գալիս է ամենամաքուր սրտերից։ Եթե դա ինձ ձեզ համար անպատշաճ ղեկավար է դարձնում, ապա միգուցե ժամանակն է գտնել ղեկավարներ, ովքեր կկիսեն ձեր արժեքները։ Քնար, զգուշորեն ասաց Արամը, ոչ ոք չի կասկածում ձեր հմտություններին որպես գործադիր տնօրեն։ Նրանք կասկածում են իմ իրավունքին, լինելու ամբողջական անձնավորություն, մինչ ղեկավարում եմ։ Եվ դա, ինձ համար, անընդունելի է։ Մարգարը մոտեցավ նրան, առաջին անգամ հրապարակայնորեն բռնելով նրա ձեռքը։ Քնար, անկախ նրանից, թե ինչ կորոշեն, Աննան ես գիտենք, թե ով ես դու իրականում։ Աննան բաց թողեց արուսյակ տատիկի ձեռքը, վազեց դեպի Քնարը, գրկելով նրա ոտքերը։ Քնար մորաքույր, դու չես հեռանա, չէ՞։ Քնարը ծնկի իջավ, հասնելով աղջկա հասակին։ Աննա, երբեմն մեծ մարդիկ դժվար ընտրություններ են կատարում։ Բայց անկախ նրանից, թե ինչ կլինի, ես միշտ կհոգամ քեզ քո հայրիկի մասին։ Դա Արամն էր, ով խախտեց պահը։ Հաշվի առնելով այսօրվա հայտնությունները, խորհուրդը պետք է վերանայի մեր դիրքորոշումը։ 5 անդամները հեռացան մասնավոր քննարկման համար, որը տեց 1 ժամ։ Երբ վերադարձան, Արամը խոսեց. Քնար, ձեր հմտությունները որպես գործադիր տնօրեն երբեք հարցականի տակ չեն դրվել։
Վերջին իրադարձությունները ստիպել են մեզ վերանայել մեր ակնկալիքները կորպորատիվ ղեկավարության վերաբերյալ։ Եթե դուք համաձայնեք ներդնել հստակ քաղաքականություն աշխատավայրում հարաբերությունների վերաբերյալ, արդար քաղաքականություն, որը կկիրառվի բոլորի նկատմամբ, խորհուրդը պատրաստ է պահպանել ձեր դիրքը։ Քնարը նայեց Մարգարին, ով խրախուսականորեն գլխով արեց։ Ընդունում եմ, ասաց նա։ Բայց մի պայմանով, Պետրոսը կստանա պրոֆեսիոնալ խորհրդատվություն, աշխատանքից ազատվելու փոխարեն։ Յուրաքանչյուրը արժանի է երկրորդ հնարավորության։ 2 ամիս անց Ալյանս կորպորացիան դարձել էր առաջադեմ աշխատանքային միջավայրի օրինակ։ Աշխատավայրում ընտանիքների վերաբերյալ քաղաքականությունները ընդլայնվել էին պատճենվել այլ ընկերությունների կողմից։ Մարգարը բարձրացվել էր համակարգերի վերահսկիչի պաշտոնում, պաշտոնապես ճանաչելով այն փորձառությունը, որը նա միշտ ցուցաբերել էր։ Աննան դարձել էր ընկերության ոչ պաշտոնական թալիսմանը, նրա նկարները զարդարում էին տարբեր գրասենյակներ։ Պետրոսը ամիսներ 10 թերապիայից շատ անձնական աշխատանքից հետո պաշտոնապես ներողություն խնդրեց Մարգարից քնարից։ Նրա փոխակերպումն այնքան անկեղծ էր, որ Հասմիկը, ով կարևոր դեր էր խաղացել նրա խոստովանության մեջ, սկսեց իրական զգացմունքներ զարգացնել նրա նկատմամբ։ Դա սեր չէր, դա ավելի խորը բան էր, փոխադարձ ճանաչում, որ երկու մարդ կարող էին դառնալ իրենց լավագույն տարբերակները, երբ անկեղծորեն աջակցում էին միմյանց։ Ընկերությունը զարգացավ անսպասելի ձևով։ Ավելի երջանիկ աշխատակիցները նշանակում էին ավելի բարձր արտադրողականություն, ավելի ցածր կադրերի շրջանառություն, հեղինակություն, որը գրավում էր շուկայի լավագույն տաղանդներին։ Այն, ինչ սկսվել էր որպես իմիջային ճգնաժամ, վերածվեց Ալյանս կորպորացիայի ամենամեծ մրցակցային առավելության։ Քնարը սովորեց ավելի շատ պատվիրակել, վստահելով իր թիմին այնպես, ինչպես երբեք չէր կարողացել նախկինում։ Նա հայտնաբերեց, որ իրական ղեկավարությունը ամեն ինչ մենակ անելը չէ, այլ մի միջավայր ստեղծելը, որտեղ ուրիշները կարող են փայլել։ Մարգարը բերեց գործնական մարդկային տեսակետ կորպորատիվ որոշումներին, որը ոչ մի ՄՊ չէր կարող սովորեցնել։ Աննան իր մանկական իմաստությամբ շարունակում էր մնալ իրենց զավորած ոչ ավանդական ընտանիքի բարոյական կողմնացույցը։ Երբ վեճեր առաջացան հարսանիքի մանրամասների շուրջ, պաշտոնական կամ ոչ պաշտոնական, մեծ կամ փոքր, նա էր, ով առաջարկեց, որ նրանք անեն մի բան, որն իսկական լինի իրենց համար, ոչ թե ուրիշների ակնկալիքների համար։ Հարսանիքը տեղի ունեցավ ընկերության այգում, շաբաթ առավոտյան, աշխատակիցների, հարանների, վարդագույն զգեստով Աննայի, որպես ծաղկի աղջիկ, արուսյակ տատիկի, առաջին շարքում հուզմունքից լացելիս։ Քնարը կրում էր պարզ էլեգանտ զգեստ, Մարգարը կոստյում, որը նրանք միասին էին ընտրել, ուղտերը գրվել էին Աննայի ոգորված օգնությամբ։ Խոստանում եմ, ասաց քնարը, նայելով Մարգարին, մինչ բռնած էր Աննայի ձեռքերը, հոգ տանել ոչ միայն քո, այլ այն ընտանիքի մասին, որը մենք միասին ենք կառուցում։ Խոստանում եմ, որ երբ աշխատանքը կյանքը կոնֆլիկտի մեջ մտնեն, ես միշտ կընտրեմ կյանքը։ Եվ խոստանում եմ, որ թույլ կտամ Աննային ամեն օր ինձ սիրո մասին սովորեցնել, որովհետև նա դա ավելի լավ է հասկանում, քան ցանկացած մեծահասակ, ում ես ճանաչում եմ։ Մարգարը աչքերում արցունքներով պատասխանեց, խոստանում եմ աջակցել քո երազանքներին, նույնիսկ երբ դրանք փոխվեն։ Խոստանում եմ լինել քո գործընկերը մեր ընտանիքի մեր կյանքի ղեկավարության մեջ, ոչ թե քո ենթական կամ քո վերադասը, այլ քո հավասարը։ Եվ խոստանում եմ, որ մենք կստեղծենք մի տուն, որտեղ Աննան միշտ իրեն ապահով կզգա լինելու հենց այն, ով ինքն է։ Աննան, ով պնդել էր նա խոսել, մանկական լրջությամբ ասաց, ես խոստանում եմ շարունակել ձեզ ուրախ նկարել ամեն կիրակի անկարգ բլիթներ պատրաստել։ Երբ նրանք մատանիներ փոխանակեցին, պարզ, էլեգանտ, փորագրված ամսաթվով 3-ի սկզբնատառերով, նույնիսկ Պետրոսը, ով հյուրերի մեջ էր, զուսպ կերպով մաքրեց աչքերը։ 6 ամիս անց այն հանդիպումից, որը փոխեց ամեն ինչ Ալյանս կորպորացիայում, կյանքը նոր ռիթմ էր գտել քնարի, Մարգարի Աննայի համար։ Գարունը եկել էր երան, իր նոր սկիզբների խոստումներով, երբեք մի եղանակ այդքան խորհրդանշականորեն տեղին չէր եղել։ Քնարի բնակարանն այլս նախկին մինիմալիստական սառը տարածքը չէր։ Պատերն այժմ ցուցադրում էին Աննայի նկարների գունեղ պատկերասրահ, խառնված նոր ընտանիքի լուսանկարների հետ, որը ձևավորվել էր այդքան անսպասելիորեն։ Սառնարանը ծածկված էր մանկական մագնիսներով, բժշկական հանդիպումների հիշեցումներով, 3 տարբեր ձեռագրերով գրված գնումների ցուցակներով։ Մարգարը պաշտոնապես տեղափոխվել էր այնտեղ նախորդ շաբաթ, բերելով իր քիչ պատկանելիքները մի շողշողուն Աննա, ով վերջապես կտեսներ իր ընտանիքի նկարը իրականություն դառնալիս։ Նրանց կյանքերի ինտեգրումն ավելի հարթ էր եղել, քան նրանցից որը մեկը ակնկալում էր։
Քնար մորաքույր, դուք կարողանում եք բլիթներ պատրաստել, հարցրեց Աննան շաբաթ առավոտյան դեռ գիշերազգեստով նստած ժամանակակից խոհանոցի սեղանի վրա, որն այժմ նախաճաշ էր մատուցում 3 հոգու համար, մեկի սուրճի փոխարեն։ Երբեք չեմ արել, խոստովանեց Քնարը, նայելով աղջկան այդ ժպիտով, որը բնական էր դարձել վերջին շաբաթներին։ Բայց կարող ենք միասին սովորել։ Մարգարը հայտնվեց ննջասենյակից։ Մազերը դեռ քնից խառնված, դիտեց տեսարանը լի սրտով։ Քնարը, գործադիր տնօրենը, ով սովոր էր առավոտյան միայն վիտամիններ ընդունել, նախքան հանդիպումներին շտապելը, հիմա խոհանոցում էր, գոգնոցով, փորձելով պարզել, թե ինչպես պատրաստել բլիթի խմոր, մինչ Աննան նրան մանրամասն հրահանգներ էր տալիս, հիմնված մանկական խոհարարական հաղորդումների վրա։ Օգնություն պետք է, առաջարկեց նա, մոտենալով հետից մեղմ համբուրելով Քնարի պարանոցը։ Մեզ հրաշք է պետք, պատասխանեց նա, ծիծաղելով, տեսնելով իր ստեղծած կպչուն խմորը։ Աննա, վստահ ես, որ այսպես է արվում։ Ընկերության բարդուհի մորաքույրն ինձ սովորեցրել է, բացարձակ հեղինակությամբ ասաց Աննան։ Բայց նա ասաց, որ երբեմն խմորը սկզբում անկարգ է լինում։ Անկարգ խմոր, զվարճացած հարցրեց Մարգարը։ Դա այն է, երբ նա դեռ չի ուզում բլիթ դառնալ։ Պետք է խոսել նրա հետ։ Քնարը նայեց ամանով տարօրինակ խառնուրդին, առանց վարանելու սկսեց խնդրում եմ սիրելի խմոր, կարող ես բարի լինել մեր համար համեղ բլիթներ դառնալ։ Աննան պայթեց ծիծաղից, Մարգարը զգաց լիարժեք երջանկության ծանոթ զգացողությունը, որը մշտական էր դարձել իր կյանքում։ Այնտեղ էր կինը, ով ղեկավարում էր բազմամիլիոնանոց կորպորացիա, լրջորեն խոսելով բլիթի խմորի հետ 7-ամյա երեխայի խնդրանքով։ Ավելի ուշ այդ օրը, մինչ Աննան խաղում էր շենքի մոտակա այգում, Մարգարը Քնարը ձեռք ձեռքի տված քայլում էին առաջին անգամ, առանց շտապելու, առանց կոնկրետ նպատակի, պարզապես վայելելով այն նորմալության զգացողությունը, որը նրանք ձեռք էին բերել։ Պետրոսը լավանում է, մեկնաբանեց Քնարը։ Նարինեն ասաց, որ նա առաջարկել է մնալ աշխատանքային ժամերից դուրս, օգնելով նոր մասնաճյուղի նախագծին։ Թերապիան լավ է անում նրան, համաձայնեց Մարգարը։ Երբեմն մարդկանց պարզապես հնարավորություն է պետք հասկանալու, թե ինչու են անում այն, ինչ անում են։ Նրանք կանգնեցին նստարանին, դիտելով Աննային, ով անմիջապես ընկերանում էր խաղահրապարակի այլ երեխաների հետ։ Նրա մարդկանց հետ կապվելու կարողությունը շարունակում էր տպավորել երկուսին էլ։ Մարգար, հանկարծ ասաց Քնարը, կարող եմ քեզ անձնական հարց տալ։ Այն ամենից հետո, ինչ մենք անցանք, կարծում եմ, որ բոլոր հարցերը թույլատրելի են, պատասխանեց նա ժպտալով։ Դու զղջում ես։ Ընկերությունում աշխատել համաձայնելու համար, այն ամբողջ դրամայի համար, որը մենք առաջացրինք, քո ամբողջ կյանքը փոխելու համար։ Մարգարը նրան նայեց այդ լուրջ արտահայտությամբ, որը նա սովորել էր ճանաչել որպես նշան, որ նա պատրաստվում էր կարևոր բան ասել։ Քնար, իմ կյանքը քեզ հանդիպելուց առաջ ֆունկցիոնալ էր։ Ես լավ հայր էի, լավ աշխատակից, լավ մարդ։ Բայց դա մոխրագույն երանգներով կյանք էր։ Դու Աննան միասին բերել եք գույներ, որոնք ես նույնիսկ չգիտեի, որ գոյություն ունեն։ Նույնիսկ այն բոլոր խնդիրներով, որոնց մենք բախվեցինք։ Հատկապես այն խնդիրների պատճառով, որոնց մենք բախվեցինք։ Նրանք ստիպեցին մեզ հայտնաբերել, թե ինչից ենք մենք կազմված, անհատապես միասին։ Քնարը մոտեցավ նրան նստարանին, զգալով կեսօրվա արի ջերմությունը նրա ձեռքերի անվտանգությունը։ Իմ հայրը միշտ ասում էր, որ զգացմունքները շքեղություն են, որը ղեկավարները չեն կարող իրենց թույլ տալ։ Տարիներ պահանջվեց, որպեսզի հայտնաբերեմ, որ նա սխալվում էր։ Նա ամբողջությամբ սխալ չէր, մտածկոտ ասաց Մարգարը։ Զգացմունքները կարող են շքեղություն լինել։ Բայց ոչ սերը։ Սերը հիմնական անհրաժեշտություն է, ինչպես օդը կամ ջուրը։ Մենք կարող ենք առանց դրա գոյատել մի որոշ ժամանակ, բայց երբեք իսկապես չենք ապրում։ Նրանց ընդհատեց Աննան, վազելով նրանց մոտ, նույն տարիքի մի աղջկա ձեռքը բռնած։ Հայրիկ, Քնար մորաքույր, սա Սոֆիան է։ Նա ուզում է իմանալ, դուք ամուսնացած եք, որովհետև դուք իր ծնողների պես եք վարվում։ Մարգարը Քնարը նայեցին միմյանց, ծիծաղելով մանկական սրամտությունից։ Դեռ ոչ, պատասխանեց Քնարը, բայց մտածում ենք դրա մասին։ Իրոք, բղավեց Աննան, ցատկելով ոգորությունից։ Կարող եմ ես լինել ծաղկի աղջիկը։ Եվ կարող եմ շատ գեղեցիկ զգեստ հագնել։ Հանգիստ, փոքրիկ, ասաց Մարգարը, ծիծաղելով։ Նախ պետք է համոզվենք, որ Քնար մորաքույրը ուզում է ամուսնանալ պարզ սպասարկման տեխնիկի հետ։
Քնարը վեր կացավ դրամատիկորեն պաշտոնական կեցվածք ընդունեց. «Պարոն Մարգար, համակարգերի մասնագետ տեխնիկ արտակարգ հայր, դուք կպատվեք ինձ, ընդունելով իմ ամուսնության առաջարկը»։ Աննան ուրախությունից բղավում էր, Սոֆյան բաց բերան դիտում էր ամեն ինչ, այգու մյուս ծնողներից ոմանք կանգնել էին տեսարանը դիտելու։ Մարգարը նույնպես վեր կացավ, միանալով խաղին. «Տիկին Քնար, հիանալի գործադիր տնօրեն Խորտ Մայր մարզման մեջ, ես ընդունում եմ ձեր առաջարկը, պայմանով, որ Աննան կլինի մեր պաշտոնական ծաղկի աղջիկը»։ «Ընդունում եմ պայմանը», հանդիսավոր կերպով պատասխանեց Քնարը, նախքան կերպարից դուրս գալը նրան համբուրելը այգու մեջտեղում, երեխաների հավաքված որոշ մեծահասակների ինքնաբուխ ծափահարությունների ներքո։ Այդ գիշեր, երբ Աննան քնել էր, այն սենյակում, որը Քնարը մանրակրկիտ զարդարել էր արքայադուստրերի միաղջյուրների թեմաներով, նրանք նստեցին բնակարանի պատշգամբում, պլանավորելով մի ապագա, որը միաժամանակ անհնար անխուսափելի էր թվում։ «Տարօրինակ կլինի», ասաց Մարգարը, «ամուսնանալ իմ ղեկավարի հետ։ Տեխնիկապես, դու կամուսնանաս այն ընկերության նախագահի հետ, որտեղ աշխատում ես։ Դա տարբեր է»։ «Իրոք»։ «Այո։ Որովհետև հիմա ես գիտեմ, որ եթե մի օր դու ուզենաս աշխատել այլ տեղ, ես կաջակցեմ։ Եվ եթե մի օր ես ուզենամ բոլորովին այլ բան անել, դու նույնպես կաջակցես ինձ»։ «Ինչպիսի» բան։ Քնարը վարանեց, ապա խոստովանեց. «Աննան ինձ անցյալ շաբաթ խենթ գաղափար տվեց։ Նա ասաց, որ ես պետք է դպրոց բացեմ այն երեխաների համար, ում ծնողներն աշխատում են ընկերություններում։ Մի վայր, որտեղ նրանք կարող են ապահով մնալ զվարճանալ, մինչ ծնողներն աշխատում են։ Դա խենթ չէ։ Դա հանճարեղ է։ Դա ամբողջությամբ դուրս է իմ փորձից։ Եվ երբվանից է դա քեզ խանգարել ինչ-որ բան անել»։ Նրանք խոսեցին մինչ ուշ գիշեր, երազելով հնարավորությունների մասին, որոնք ներառում էին մանկական դպրոցներ, ընկերության ընդլայնումը դեպի ավելի առաջադեմ քաղաքականություն, միգուցե նույնիսկ ապագայում Աննայի համար քույրեր ու եղբայրներ։ Հաջորդ երկուշաբթի ընկերությունում անակնկալ բերեց։ Նարինեն մտավ Քնարի աշխատասենյակ, էլեգանտ ծրարը բռնած։ «Սա այսօր առավոտյան է եկել», ասաց նա, մեկնելով թուղթը։ «Դա առաջադեմ ընկերությունների միջազգային կոնսորցիումից է»։ Քնարը բացեց ծրարը, հետաքրքրությամբ բարձրաձայն կարդաց բովանդակությունը. «Մենք ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ալյանս կորպորացիան ընտրվել է մարդկային աշխատանքային միջավայրի գերազանցության մրցանակը ստանալու համար, ի ճանաչումն իր նորարարական քաղաքականությունների, որոնք հավասարակշռում են կորպորատիվ արտադրողականությունը ընտանեկան բարեկեցության հետ»։ «Վա՜ու», ասաց Նարինեն։ «Դա միջազգային մրցանակ է։ Շատ դրական ճանաչում կբերի»։ Քնարը անմիջապես մտածեց Մարգարի մասին։ Նա արժանի էր տեսնելու, որ իր ներդրումները, ոչ միայն տեխնիկական, այլ մարդկային, ճանաչվում են միջազգային մակարդակով։ Նա իջավ այն լաբորատորիա, որտեղ նա աշխատում էր, ցույց տվեց նամակը։ «Մարգար, ուզում եմ, որ դու ինձ հետ գաս մրցանակաբաշխության արարողությանը։ Որպես իմ ուղեկից, որպես այս փոփոխության համապատասխանատու»։ «Քնար, ես սպասարկման տեխնիկ եմ։ Դու այն մարդն ես, ով ինձ սովորեցրեց, որ մարդկանց մասին հոգ տանելը թուլություն չէ, այլ ղեկավարություն։ Դու ինձ հետ ես գալիս»։ Մրցանակաբաշխության արարողությունը, որը տեղի ունեցավ Երանում 2 ամիս անց, էլեգանտ պաշտոնական միջոցառում էր։ Քնարը կրում էր դասական մուգ կապույտ զգեստ, Մարգարը նոր կոստյում, որը նա պնդել էր գնել նրա համար, Աննան, ում չէր կարելի հետ թողնել, վարդագույն զգեստ, որը նրան փոքրիկ արքայադուստր էր դարձնում։ Երբ Քնարը բարձրացավ բեմ մրցանակը ստանալու, նա կարճ խոսեց ընկերության փոփոխությունների մասին, բայց իր ելույթի մեծ մասը նվիրեց խոսելուն, թե ինչպես էր նա սովորել, որ արդյունավետ ղեկավարությունը գալիս է այն հասկանալուց, որ բոլոր աշխատակիցները ամբողջական մարդիկ են, կյանքերով, ընտանիքներով, երազանքներով, որոնք դուրս են գալիս աշխատանքային միջավայրից։ «Այս մրցանակը», եզրափակեց նա, «իմը չէ։ Այն բոլոր աշխատակիցներինն է, ովքեր վստահել են փոփոխությանը, 7-ամյա աղջկանն է, ով ինձ սովորեցրեց, որ սիրով արված նկարներն ավելի արժեքավոր են, քան ֆինանսական հաշվետվությունները, մի տղամարդու է, ով ինձ ցույց տվեց, որ իրական ուժը գալիս է ուրիշների հետ կապվելուց, ոչ թե նրանցից մեկուսանալուց»։ Երբ նա իջավ բեմից, Մարգարը նրան սպասում էր Աննայի հետ, ով ձեռքին ծաղկեփունջ էր բռնած, որը նրանք գնել էին միջոցառման մուտքի մոտ։ «Աշխարհի լավագույն ղեկավար Քավոր հարսնացուի համար», ասաց Աննան, տալով ծաղիկները։ «Ղեկավար Քավոր հարսնացու», հարցրեց Քնարը, ծիծաղելով։ «Դա շատ բան է մեկ մարդու համար, բայց դուք կարող եք», բացարձակ լրջությամբ պատասխանեց Աննան։
Այդ գիշեր տուն վերադառնալիս երեքը նստած տաքսու հետի նստարանին, Աննան պնդել էր, որ նրանք միասին նստեն, Մարգարը բռնեց քնարի ձեռքը շշնջաց. «Ես հպարտ եմ քեզանով»։ Ինչու՞։ Որովհետև դու կարողացար փոխել մի ամբողջ ընկերություն, պարզապես լինելով այն, ով իրականում ես։ Ո՞վ եմ ես իրականում, հարցրեց նա, անկեղծորեն հետաքրքրված նրա տեսակետով։ Մարգարը նայեց Աննային, ով քնած էր նրանց մեջ, ապա նորից քնարին. «Դու մի կին ես, ով կարող է առավոտյան ղեկավարել տնօրենների խորհրդի սենյակը, կիրակի օրը անկարգ բլիթներ պատրաստել։ Դու մի մարդ ես, ով պայքարում է ճիշտի համար, նույնիսկ երբ դա թանկ է նստում։ Դու այն մարդն ես, ում 7-ամյա աղջիկը հերոսուհի է տեսել, նախքան դու ինքդ կիմանայիր, որ կարող ես լինել»։ Քնարը արցունքներ զգաց աչքերում, ուրախության, երախտագիտության, այնքան ամբողջական երջանկության արցունքներ, որոնք երբեմն դեռ զարմացնում էին նրան։ «Եվ դու, ասաց նա, այն մարդն ես, ով ինձ սովորեցրեց, որ սերը վերահսկողության կորուստ չէ։ Դա նպատակի ձեռքբերում է»։ Երբ նրանք տուն հասան, Աննային քնեցրին, նա քնկոտորեն մրմնջաց. «Վաղը կարո՞ղ եմ ձեզ նկարել մրցանակը ստանալիս»։ «Կարող ես», պատասխանեց քնարը, համբուրելով նրա ճակատը։ «Մեծ թակով քեզ համար։ Եթե ուզում ես»։ «Եվ հայրիկը շատ ժպտոն է»։ «Անշուշտ»։ Երբ Աննան վերջապես քնեց, քնարը Մարգարը նստեցին պատշգամբում, նայելով երանի լույսերին, պլանավորելով պարզ հարսանիքը, որը նրանք ուզում էին ունենալ հաջորդ ամիս։ «Գիտես, թե ինչն է զվարճալի», ասաց քնարը։ «Տարիներ շարունակ կարծում էի, որ պետք է ընտրեմ պրոֆեսիոնալ հաջողության անձնական կյանքի մեջ։ Երբեք չէի պատկերացնում, որ մեկը կարող է սնել մյուսին»։ Աննան միշտ գիտեր, պատասխանեց Մարգարը։ Երեխաները նման բաների մասին իմաստություն ունեն։ Նա մի անգամ ասաց, որ դու ավելի ուրախ էիր լինում, երբ այստեղ էիր աշխատում։ Հիմա հասկանում եմ, ինչու։ Ինչու։ Որովհետև սերը բազմապատկում է էներգիան, չի բաժանում։ Երբ սիրում ես այն, ինչ անում ես, այն մարդկանց, ում հետ անում ես, ամեն ինչ ավելի հեշտ է դառնում։ Այդ գիշեր քնարը քնեց, մտածելով, որ իր չափահաս կյանքը սկսել էր փորձելով պատեր կառուցել իրեն պաշտպանելու համար, ավարտել էր կամուրջներ կառուցելով կապվելու համար։ Եվ որ իր կյանքի բոլոր կարևորագույն կամուրջները սկսվել էին մի երեխայի պարզ նկարից, ով բարություն էր տեսել այնտեղ, որտեղ նա նույնիսկ չգիտեր, որ գոյություն ունի։ Ապագան դեռ մարտահրավերներ էր պահում, ընկերությունները միշտ դժվարությունների էին բախվում, հարաբերությունները մշտական աշխատանքի կարիք ունեին, ոչ ավանդական ընտանիք ստեղծելը մի աշխարհում, որը միշտ չէր հասկանում տարբերությունները, պահանջում էր համբերություն, վճռականություն։ Բայց առաջին անգամ իր կյանքում քնարը դիմակայում էր ապագային ոչ թե որպես միայնակ մարտի, այլ որպես համատեղ արկածի։ Եվ դա ամբողջ աշխարհի տարբերությունն էր կազմում։ 6 ամիս անց, մինչ Աննան նկարում էր ընկերության ճաշարանում, այժմ երեխաների համար պաշտոնական տարածքով, նա ստեղծեց իր գլուխգործոցը, Ալյանս կորպորացիայի նկարը, որտեղ բոլոր աշխատակիցները գունեղ ֆիգուրներ էին, ժպտում էին, միասին աշխատում էին, հոգ էին տանում միմյանց մասին։ Պատկերի կենտրոնում ոչ ավանդական ընտանիք էր, տեխնիկ, գործադիր տնօրեն, փոքրիկ աղջիկ, ձեռք-ձեռքի տված։ Եվ նրանց բոլորից վեր, մի մեծ պայծառ ար լուսավորում էր ամեն ինչ սիրով։ Դա տեսողական ապացույցն էր, որ երբեմն ամենակարևոր փոփոխությունները սկսվում են ամենաանսպասելի վայրերում, ամենաանհավանական մարդկանց հետ, ամենապարզ ժեստերի միջոցով։ Եվ որ սերը, երբ ճշմարիտ է, ոչ միայն փոխակերպում է ներգրավված մարդկանց, այլ փոխակերպում է նրանց շուրջը գտնվող ամբողջ աշխարհը։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ քնարի, Մարգարի, Աննայի պատմությունը դիպել է ձեր սրտերին այնքան, որքան մեզ, այն պատմելիս։ Այս փոխակերպման ճանապարհորդությունը մեզ հիշեցնում է, որ իրական հաջողությունը ոչ միայն պրոֆեսիոնալ նվաճումներում է, այլ մարդկային կապերում, որոնք մենք կառուցում ենք ճանապարհին։ Եթե այս պատմությունը արձագանքել է ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին ավելի շատ պատմությունների համար, որոնք ուսումնասիրում են մարդկային հարաբերությունների գեղեցկությունն ու բարդությունը։ Թողեք լայք, եթե հավատում եք, որ սերը կարող է հաղթահարել ցանկացած խոչընդոտ, մեզ պատմեք մեկնաբանություններում, այս պատմության որ պահն է ձեզ ամենաշատը հուզել։ Ձեր մեկնաբանությունները ոգեշնչում են մեր հաջորդ պատմությունները։ Մինչ հաջորդ հուզական արկածը։